Երբ է ստիպված եղել եք ընտրել սիրո արժանապատվության միջ։ Նա պարզապես ցանկանում էր պաշտպանել ընտանիքը, բայց կյանքը նրա ճանապարհին դրեց մի հզոր անծանոթի։ Մի համարձակ առաջարկ դարձավ տանջանք, իսկ հետո ցանկություն։ Բայց ասա ինձ, մինչ որ կգնայիր նրա համար, ում սիրում ես։ Հուսով ենք, ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը կցուցադրի կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք ասել, թե որտեղից եք դիտում։ Զարթուցիչը զանգեց առավոտյան ժամը 5-ին, ինչպես ամեն օր։ Մարինե Հարությունյանը բացեց աչքերը, նույնիսկ մինչ բարձր ձայնը ամբողջությամբ կլցներ նեղ սենյակը, որը նա կիսում էր մոր հետ։ Լույսը դեռ չէր ճեղքել Երանի երկինքը, բայց նա արդեն ոտքի էր կանգնած, մերկ ոտքերը դիպչում էին փոքր սենյակի սառը հատակին։ Բարակ պատի մյուս կողմից նա լսում էր տիկին Ֆրանսուհի Հարությունյանի, իր մոր ծանր շնչառությունը, ով ամիսներ շարունակ անհանգիստ էր քնում։ 23 տարեկան Մարինեն իր ուսերին կրում էր մի բեռ, որը միշտ չէր տեսանելի ուրիշների աչքերին։ Նրա դեմքը դեռ պահպանում էր երիտասարդության գծերը, բայց հայացքը բացահայտում էր անհրաժեշտությունից կերտված հասունություն։ Նա պարզ գեղեցիկ էր, այն գեղեցկություններից, որոնք արհեստականության կարիք չունեն ուշադրություն գրավելու համար։ Մուգ շագանակագույն մազերը բնականորեն թափվում էին ուսերին, խորը շագանակագույն աչքերը միշտ ուշադիր էին թվում, միշտ անհանգիստ։ Նրա ձեռքերը, մշտական աշխատանքից կոշտացած, պատմում էին պատմություններ, որոնք բերանը նախընտրում էր լռել։ Տունը, ուր նրանք ապրում էին, գտնվում էր Երանի մայրաքաղաքի հարավային թաղամասում, Շենգավիթում։ Դա պարզ շինություն էր, երկու ննջասենյակով, փոքր հյուրասենյակով, խոհանոցով, ուր հազիվ սեղան էր տեղավորվում, լոգարանով, որտեղ ցնցուղը համառորեն խափանվում էր ամենացուրտ օրերին։ Բայց դա նրանցն էր։ Կամ գոնե եղել էր։ Արտաքին պատերի կեղազերծված ներկը ժանգոտ դարպասը չէին նվազեցնում այդ վայրի սենտիմենտալ արժեքը։ Այնտեղ Մարինեն մեծացել էր։ Այնտեղ նրա հայրը երազել էր։ Այնտեղ նրա մայրը փորձում էր գոյատել։ Առավոտյան սուրճ պատրաստելիս Մարինեն նայեց հին սառնարանին փակցված օրացույցին։ 23 օր։ Մնացել էր ընդամենը 23 օր, մինչ տունը խլվեր։ Մինչ ամեն ինչ վերջնականապես փլուզվեր։ Նա մի ակնթարթ փակեց աչքերը, խորը շունչ քաշեց մի կողմ դրեց այդ միտքը։ Չէր կարող իրեն թույլ տալ թուլանալ հենց առավոտյան։ Օրը երկար էր լինելու, ինչպես միշտ։ Լուկաս Հարությունյանը, նրա կրտսեր եղբայրը, հայտնվեց խոհանոցում դեռ քնկոտ։ 16 տարեկանում նա Մարինեի գաղտնի հպարտությունն էր։ Նվիրված տղա, ով ջանասիրաբար սովորում էր, նույնիսկ բոլոր դժվարությունների առջ։ Նիհար, իր տարիքի համար շատ բարձրահասակ, քրոջ նույն մուգ մազերով աչքերով, որոնք դեռ հույսով էին փայլում։ Բարի լույս, քույրիկ, մրմնջաց նա, աչքերը շփելով։ Բարի լույս, Լու։ Լավ քնեցի՞ր։ Մոտավորապես։ Մայրը նորից ամբողջ գիշեր հազաց։ Մարինեն կրծքի սեղմում զգաց։ Տիկին Ֆրանսուհին ամեն շաբաթ ավելի էր վատանում։ Այն, ինչ նախկինում պարզապես հոգնածություն էր, այժմ դրսևորվում էր մշտական հազով, շնչառության դժվարությամբ, սարսափելի գունատությամբ։ Բայց ամեն անգամ, երբ Մարինեն առաջարկում էր բժիշկ փնտրել, մայրը կտրականապես մերժում էր։ Ասում էր, որ դա քմահաճույք է, որ կանցնի, որ խորհրդատվությունների համար գումար չկա։ Նա լավ կլինի, պատասխանեց Մարինեն, ավելի շատ իրեն, քան եղբորը։ Արի, կեր քո նախաճաշը։ Դատարկ ստամոքսով դպրոց չես կարող գնալ։ Իսկ դու կուտես։ Կուտեմ աշխատանքի ընդմիջմանը։ Այսօր քննություն ունեմ համալսարանում, ուստի պետք է շուտ հասնեմ։ Լուկասը գլխով արեց, իմանալով, որ պնդելն անիմաստ է։ Մարինեն այդպիսին էր, միշտ ուրիշներին առաջնահերթ դնելով։ Նա վերցրեց կարագով հացը, որը քույրը պատրաստել էր, լուր կերավ, դիտելով, թե ինչպես է նա իր պայուսակը դասավորում մանկավարժության տետրերով։ Մարինեն երեկոյան սովորում էր կենտրոնի մասնավոր համալսարանում, ամսավճարները մեծ զոհողությամբ վճարելով։ Ցերեկը նա աշխատում էր որպես մատուցողուհի կենտրոնի մարդաշատ ռեստորանում։ Դա երկու հերթափոխ էր, երկու աշխարհ, իր երկու տարբերակ, որոնք նա փոխարինում էր ճշգրիտ ժամանակացույցով։ Առավոտից մինչ կեսօր նա սպասարկում էր սեղաններ, ժպտում հաճախորդներին, դիմանում սիրատացություններին, բողոքներին։ Երեկոյան նա նստում էր դասասենյակի մաշված նստարաններին, փորձում յուրացնել մանկական կրթության տեսությունները, ճանաչողական զարգացումը, մանկավարժական պրակտիկաները։
Ուսուցիչ դառնալու երազանքը հին էր։ Մանուկ հասակից Մարինեն սիրում էր սովորեցնել։ Երբ փոքր էր, հավաքում էր տիկնիկները ձացնում, թե դասեր է տալիս։ Հետո օգնում էր դպրոցում դժվարություն ունեցող ընկերներին։ Մանկավարժությունը բնական ուղի էր թվում, այդ կոչումն իրականություն դարձնելու միջոց։ Բայց իրականությունը Մարինեն շուտ սովորեց, միշտ չէ, որ առատաձեռն է երազանքների հանդեպ։ Երբ նա հասավ ռեստորան, շեֆն արդեն դեմքը մռայլ էր։ Նա կարճահասակ, ընդգծված փորով միշտ բարձրացրած ձայնով մարդ էր։ Բողոքում էր ամեն ինչից բոլորից, բայց ժամանակին էր վճարում, ինչն արդեն ինչ-որ բան էր։ Մարինե, դու ուշացել ես, մրմնջաց նա։ Ներեցեք, պարոն Մարտին։ Ավտոբուսը ուշացավ։ Միշտ էլ ուշանում է, չէ՞։ Արի, արի։ 7-րդ սեղանը սպասում է։ Նա կապեց գոգնոցը, վերցրեց պատվերների տետրը, ընկղմվեց առօրյայի մեջ։ Պատվերները կուտակվում էին, ափսեները գալիս ու գնում, ուտելիքի հոտը ներծծում էր համազգեստը։ Ժամերը ձգվում, թռչում էին միաժամանակ։ Մի սեղանից մյուսը Մարինեն իրեն թույլ էր տալիս մտածել։ Մտածել պարտքի մասին։ Մտածել մոր մասին։ Մտածել, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ փլուզվեց։ 2 տարի առաջ, երբ հայրը մահացավ, ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ ռումբ էր նա թողել։ Պարոն Անտոն Հարությունյանը երազկոտ, աշխատասեր մարդ էր, ով միշտ ցանկացել էր ունենալ իր սեփական բիզնեսը։ Տարիներ էր անցկացրել խնայելով, պլանավորելով, պատկերացնելով մի փոքր մեխանիկական արհեստանոց, որը կլիներ ընտանիքի ապրուստը ամբողջ կյանքի ջանքերի հպարտությունը։ Այդ երազանքն իրականացնելու համար նա վարկ էր վերցրել։ Մեծ վարկ։ Եվ տունը որպես գրավ էր օգտագործել։ Երբ ամեն ինչ կարծես կարգավորված էր թվում, կյանքը դաժան կատակ խաղաց։ Պարոն Անտոնը աշխատավայրում կայծակնային ինֆարկտ ստացավ, չդիմացավ։ Մարինեն դեռ հիշում էր այն օրը, երբ լուրը ստացավ։ Այն զգացումը, որ գետինը ոտքերի տակից անհետացել էր, որ աշխարհը կորցրել էր գույնը։ Նա ընտանիքի հիմքն էր, անխոնջ լավատեսը, այն մարդը, ով հավատում էր, որ վերջում ամեն ինչ լավ կլինի։ Բայց վերջում մնացել էր անվճարունակ պարտք կործանված այրի։ Տիկին Ֆրանսուհին, արդեն կորստից տկարացած, փորձեց դիմակայել դժվարություններին։ Վերցրեց կարի աշխատանքներ տանը, մաքրություններ արեց, քաղցրավենիք վաճառեց թաղամասում։ Մարինեն թողեց նախապատրաստական դասընթացները, սկսեց լրիվ դրույքով աշխատել։ Լուկասը, այն ժամանակ 14 տարեկան, ցանկանում էր թողնել դպրոցը օգնելու համար, բայց Մարինեն անդրդվելի էր։ Տղան պետք է սովորեր։ Պետք է ունենար այն հնարավորությունը, որը նա մայրը չունեին։ Ամիսներ շարունակ նրանք կարողանում էին դիմանալ։ Վարկի մասերը ուշացումով էին վճարում, բայց վճարում էին։ Մինչ տիկին Ֆրանսուհին սկսեց վատանալ։ Կրծքի ցավերը, ծայրահեղ հոգնածությունը, շնչառության դժվարությունը։ Նա ստիպված էր դադարեցնել աշխատանքը։ Եվ առանց նրա եկամտի, խաղաթղթե ամրոցը փլուզվեց։ Ուշացած մասերը կուտակվեցին։ Տոկոսները պայթեցին։ Հավաքագրման զանգերը մշտական դարձան։ Մինչ եկավ դատական ծանուցումը։ Տունն աճուրդի կհանվեր։ Նրանք 23 օր կունենային տունն ազատելու համար։ Մարինեն երբեք Լուկասին չէր պատմել իրավիճակի լրջության մասին։ Տղան գիտեր, որ պարտքեր կան, որ դժվարություններ կան, բայց չգիտեր, որ կարող են կորցնել միակ տեղը, որ ունեին աշխարհում։ Տիկին Ֆրանսուհին աղաչել էր, որ դուստրը գաղտնի պահի։ Չէր ցանկանում, որ կրտսեր որդին տառապեր մինչ ժամանակը։ Այսպիսով, Մարինեն այդ բեռը միայնակ էր կրում, լուր, փորձելով գտնել մի լուծում, որը կարծես գոյություն չուներ։ Ճաշի ընդմիջմանը նա նստեց ռեստորանի հետնամասում, բացեց մանկավարժության տետրը։ Երեկոյան քննություն ուներ ուսուցման տեսությունների վերաբերյալ։ Պետք է կրկներ Պիաժեին, Վիգոտսկուն, Վալոնին։ Բայց բառերը պարում էին էջի վրա։ Նրա միտքը չափազանց հեռու էր, որպեսզի կենտրոնանար ճանաչողական զարգացման վրա։ Մարինե։ Մի նուրբ ձայն նրան դուրս բերեց մտքերից։ Դա Ժաննա Դավթյանն էր, աշխատանքի գործընկեր այն քիչ մարդկանցից մեկը, ում Մարինեն վստահում էր։ Նա ավելի մեծ էր, 40-ից մի փոքր ավելի տարեկան, 3 մեծացրած երեխաներով կյանքից եկող գործնական իմաստությամբ։ Ողջույն, Ժան։ Դու սարսափելի տեսք ունես, աղջիկ։ Այսօր որ է բան կերել ես։ Այո, կերել եմ։ Ստախոս։
Ժաննան աթոռ քաշեց նստեց նրա կողքին։ Լսիր, ես գիտեմ, որ դու չես սիրում քո անձնական բաների մասին խոսել, բայց ես անհանգիստ եմ։ Դու ամեն օր ավելի ես անհետանում։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը ցավում։ Այնքան հոգնած էր ուժեղ լինելուց։ Ես լավ եմ, Ժան։ Պարզապես մի փոքր հոգնած։ Հոգնած։ Մարինե, դու աշխատում ես ինչպես դատապարտված, սովորում ես երեկոյան, խնամում ես քո մորն ու եղբորը։ Երբ ես դու հանգստանում։ Ես հանգստանում եմ։ Երբ։ Ավտոբուսի ճանապարհին մի տեղից մյուսը։ Մարինեն չպատասխանեց։ Ժաննան հառաչեց ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Եթե որե բանի կարիք ունես, կարող ես ինձ վրա հույս դնել, լավ։ Ցանկացած բանի։ Մարինեն գլխով արեց, բայց գիտեր, որ Ժաննան ոչինչ չէր կարող անել։ Ոչ ոք ոչինչ չէր կարող անել։ Պարտքը չափազանց մեծ էր։ Ժամանակը չափազանց քիչ էր։ Երեկոյան քննությունից հետո, որը նա հանձնեց ավտոմատ ռեժիմով, Մարինեն հոգնած վերադարձավ տուն։ Լուկասն արդեն քնած էր։ Տիկին Ֆրանսուհին նստած էր խոհանոցում, սառը թեյի բաժակը ձեռքերում, ոչինչին նայելով։ Մայրիկ։ Ամեն ինչ լավ է։ Ֆրանսուհին վեր բարձրացրեց աչքերը։ Դրանք կարմիր էին, այտուցված արցունքներից։ Մարինե, ես այլս չեմ դիմանում։ Չեմ դիմանում սա կրելուն։ Ինչ եղավ, մայրիկ։ Այս պարտքը, այս տունը, այս ամբողջ բեռը։ Ես ամեն ինչ փչացրի։ Քո հայրն այնքան էր երազում, իսկ ես թույլ տվեցի, որ ամեն ինչ փլուզվի։ Մայրիկ, այդպես մի խոսա։ Դուք արեցիք այն, ինչ կարող էիք։ Բավարար չէր։ Դուք կկորցնեք տունը իմ պատճառով։ Մարինեն ծնկի եկավ աթոռի կողքին բռնեց մոր դողացող ձեռքերը։ Մենք լուծում կգտնենք։ Ես խոստանում եմ։ Լուծում չկա, Մարինե։ Չկա։ Ֆրանսուհիի ձայնը հուսահատ շշուկ էր։ Ես այնքան փորձեցի թաքցնել ձեզանից, փորձեցի ինքս լուծել, բայց չկարողացա։ Եվ հիմա ես կմահանամ, իմանալով, որ ոչնչացրի միակ բանը, որ քո հայրը թողել էր մեզ համար։ Դուք չեք մահանա, մայրիկ։ Եվ մենք չենք կորցնի տունը։ Ես լուծում կգտնեմ։ Բայց այդ բառերն ասելիս Մարինեն զգում էր, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում։ Նա չգիտեր, ինչպես։ Չգիտեր, որտեղից գումար վերցնել։ Չգիտեր, ինչպես փրկել ընտանիքը անդունդից։ Այդ գիշեր, անկողնում պառկած, նա նայեց ճաքած առաստաղին իրեն թույլ տվեց լաց լինել։ Լուր լաց եղավ, որպեսի ոչ ոքի չարթնացնի։ Լաց եղավ հիվանդ մոր համար։ Հեռացած հոր համար։ Եղբոր համար, ով ավելին էր արժանի։ Իր այն երազանքների համար, որոնք ավելի ու ավելի հեռու էին թվում։ Երբ քունը վերջապես եկավ, իր հետ բերեց մղձավանջներ, փլուզվող տների քամուց թռչող դատական թղթերի մասին։ Հաջորդ օրերը մեխանիկական կրկնություն էին։ Աշխատանք, համալսարան, տուն։ Աշխատանք, համալսարան, տուն։ Մարինեն փորձում էր պահպանել առօրյան, նորմալությունը, կարծես խնդիրն անտեսելով կարող էր այն անհետացնել։ Բայց ամեն առավոտ, օրացույցին նայելիս, տեսնում էր, թե ինչպես են թվերը նվազում։ 22 օր։ 21 օր։ 20 օր։ Ուրբաթ օրը էր, երբ պարոն Մարտինը նրան կանչեց ռեստորանում։ Մարինե, քեզ համար լավ նորություն ունեմ։ Նա կասկածանքով նայեց։ Պարոն Մարտինը հազվադեպ էր լավ նորություններ ունենում։ Այսօր երեկոյան մեծ միջոցառում կա։ Գալա ընթրիք Հինգաստղանի հյուրանոցում, այստեղ, Բաղրամյան պողոտայում։ Նրանց լրացուցիչ մատուցողներ են պետք, վճարում են սովորականից 3 անգամ ավելի։ Ես քեզ առաջարկեցի։ Իսկապես։ Իսկապես։ Բայց պետք է լինես այնտեղ երեկոյան ժամը 7-ին։ Կոկիկ համազգեստով, հավաքված մազերով, անթերի կեցվածքով։ Կարոր մարդիկ են, ուստի անիմաստ բաներ չանես։ Ես կգնամ։ Իհարկե կգնամ։ Մարինեի սիրտը արագ զարկեց։ Սովորականից 3 անգամ ավելին նշանակում էր մի գումար, որը կարող էր տարբերություն մտցնել։ Պարտքը չէր լուծի, բայց կօգներ։ Ցանկացած բան կօգներ։ Երեկոյան, Ժաննայի ամենանոր համազգեստը փոխարելուց մազերը կարգի բերելուց հետո, Մարինեն մետրոյով գնաց մինչ Բաղրամյան։
Հյուրանոցը այնպիսին էր, որ նա հեռվից էր տեսնում, երբեք չէր պատկերացնում, որ կմտնի։ Վեհաշուկ, փայլուն պտտվող դռներով, սպիտակ ձեռնոցներով, դռնապաններով։ Կուլիսներում, մյուս ժամանակավոր մատուցողների հետ, նա ստացավ հրահանգները։ Մատուցել զգուշությամբ, ուղիղ չնայել հյուրերի աչքերին, դատարկ ափսեները արագ հավաքել, պահպանել պրոֆեսիոնալ ժպիտը։ Միջոցառումը խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ տոնակատարություն էր։ Գործարարներ, ներդրողներ, մարդիկ այն աշխարհից, որին Մարինեն ծանոթ էր միայն հեռուստացույցով։ Երբ սրահի դռները բացվեցին, նա գրեթե շունչը կտրվեց։ Բյուրեղապակյա ջահերը ոսկեգույն լույսով էին ողողում ամեն ինչ։ Ծաղիկներով զարդարված սեղաններ, որոնք հավանաբար ավելի թանկ էին, քան նրա համալսարանի ամսավճարը։ Կանայք երկար զգեստներով, տղամարդիկ հատուկ կարված կոստյումներով։ Շամպայնը շրջում էր արծաթյա սկուտեղների վրա։ Մարինեն վերցրեց սկուտեղը, սկսեց շրջել։ Ժպտում էր, առաջարկում կանապեներ, հավաքում դատարկ բաժակներ։ Ամեն ինչ աշխատում էր որպես բեմադրված պար։ Նա փորձում էր չմտածել այդ աշխարհի իր աշխարհի մեջ եղած հեռավորության մասին։ Չմտածել, թե ինչպես միայն մեկ երեկոյի արժեքն այնտեղ, հավանաբար, բավարար էր իր տունը փրկելու համար։ Դա այն պահին էր, երբ սեղանների մեջ շրջվում էր, որ դա տեղի ունեցավ։ Նա չտեսավ նրան։ Նա չտեսավ նրան։ Բախումն անխուսափելի էր։ Կարմիր գինու բաժակներով սկուտեղը թռավ նրա ձեռքերից, մուգ հեղուկը թափվեց մի խմբի հետ խոսող բարձրահասակ տղամարդու անթերի սպիտակ կոստյումի վրա։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Մարինեն անդամալույց մնաց, տեսնելով, թե ինչպես է կարմիր բիծը տարածվում թանկարժեք գործվածքի վրա։ Նրա սիրտը սկսեց արագ զարկել։ Նրան աշխատանքից կհեռացնեին։ Կոստյումի համար պետք է վճարեր։ Կկորցներ լրացուցիչ գումար վաստակելու միակ հնարավորությունը։ Ես շատ եմ ցավում, նա կարողացավ ասել, ձայնը դողալով։ Ես շատ եմ ցավում, դա անկանխատեսելի էր, ես չտեսա, եսը։ Տղամարդը շրջվեց։ Եվ երբ նրա աչքերը հանդիպեցին նրանց աչքերին, ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Նա բարձրահասակ էր, 1.80-ից շատ ավելի բարձր։ Լայն ուսեր, ներկայություն, որը գերիշխում էր միջավայրում, նույնիսկ գինով ծածկված։ Մուգ սմազեր, կոկիկ սանրված, ուժեղ ծնոտ, որը կարող էր ամսագրից դուրս եկած լինել։ Բայց հենց աչքերն էին գրավում ուշադրությունը։ Մուգ, խորը, այնպիսի ինտենսիվությամբ, որը կարծես թափանցում էր ցանկացած պաշտպանության միջով։ Նա 30-ից մի փոքր ավելի տարեկան էր, հնարավոր է 35, մի արտահայտություն ուներ, որը խառնում էր զարմանքն ու ինչ-որ ավելի դժվար սահմանելի բան։ Զայրույթի պոռթկման փոխարեն, որը Մարինեն սպասում էր, նա պարզապես դիտում էր նրան։ Երկար ակնթարթ, պարզապես նայում էր։ Կարծես փորձում էր անգիր անել նրա դեմքի յուրաքանչյուր գիծը։ Դա անկանխատեսելի էր, կրկնեց Մարինեն, զգալով, թե ինչպես են արցունքները սպառնում հորթել։ Ես գիտեմ, պատասխանեց նա, ձայնը խորը հանգիստ։ Պատահարներ լինում են։ Միջոցառման մենեջերը վազելով եկավ, նյարդայնությունից կարմրած։ Պարոն Ալեքսանյան, 1000 ներողություն։ Սա անընդունելի է։ Աղջիկը անմիջապես ազատված կլինի, դուք կփոխհատուցվեք ցանկացած վնասի համար։ Անհրաժեշտ չէ, ասաց տղամարդը, աչքերը չկտրելով Մարինեից։ Դա պատահար էր։ Ոչ մի խնդիր չկա։ Բայց պարոն… Ոչ մի խնդիր չկա, կրկնեց նա, այս անգամ այնպիսի տոնով, որը առարկություն չէր ընդունում։ Մարինեն շփոթված էր։ Սպասում էր բղավոցների, նվաստացման, աշխատանքից ազատման։ Բայց այն ամենը, ինչ ստանում էր, այդ հայացքն էր, կարծես նա իր մեջ տեսնում էր մի բան, որը նույնիսկ ինքը չէր տեսնում։ Ինչ է ձեր անունը, հարցրեց նա։ Մարինե։ Մարինե Հարությունյան։ Մարինե։ Նա դանդաղ կրկնեց անունը, կարծես փորձում էր ձայնը։ Գեղեցիկ անուն է։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։ Մենեջերը նրան ձեռքով քաշեց, մրմնջալով ներողություններ տղամարդուն, մինչ նրան դուրս էր քաշում սրահից։ Կուլիսներում Մարինեն կշտամբվեց, ապա շուտ ազատվեց, ստանալով խոստացված վճարի միայն կեսը։ Նա գումարը դրեց պայուսակում, փոխվեց դուրս եկավ հյուրանոցից, իրեն նվաստացած կորած զգալով։ Փողոցում Երանի ցուրտ գիշերը պատեց նրան։ Նա սկսեց քայլել դեպի մետրո, բայց կանգ առավ, տեսնելով իր արտացոլանքը ցուցափեղկում։ Այնքան հոգնած էր թվում։ Այնքան քանդված։
Եվ հետո նա տեսավ ապակու մեջ արտացոլված կարմրած կոստյումով տղամարդուն, ով հեռվից դիտում էր նրան։ Գաբրիել Ալեքսանյան։ Նա չգիտեր ամբողջ անունը, բայց գիտեր, որ նա կարոր էր։ Գիտեր, թե ինչպես էին մարդիկ խոնարհվում նրա շուրջը։ Գիտեր հարգանքի հայացքից մյուս հյուրերի աչքերում։ Բայց այն, ինչ նա չգիտեր, չէր կարող պատկերացնել, այն էր, որ այդ կարճ հանդիպումը, այդ անհեթեթ պատահարը, ամեն ինչ փոխել էր։ Որ այդ պահից սկսած նրա ճակատագիրն անդառնալիորեն միահյուսված էր նրա ճակատագրին։ Եվ որ իր կյանքի ամենամեծ փոթորիկը նոր էր սկսվում։ Հյուրանոցում տեղի ունեցած միջադեպից հետո Մարինեն փորձեց մոռանալ, թե ինչ էր պատահել։ Բայց այդ տղամարդու Գաբրիել Ալեքսանյանի դեմքը համառորեն հայտնվում էր նրա մտքերում ամենաանսպասելի պահերին։ Սեղաններ սպասարկելիս, սովորելիս, քնել փորձելիս։ Այդ մուգ թափանցող աչքերը կարծես անտեսանելի հետք էին թողել։ Կյանքը, սակայն, չէր հանգստացնում երազանքների համար։ 19 օր։ Հետո 18։ Ժամանակը ավազի պես սահում էր մատների արանքից, Մարինեն զգում էր, թե ինչպես է հուսահատությունը մեծանում ամեն առավոտ։ Տիկին Ֆրանսուհին սարսափելիորեն վատացավ։ Հազը, որը նախկինում երբեմնի նոպաներով էր գալիս, այժմ մշտական էր։ Շնչառության դժվարությունը նրան թույլ չէր տալիս որևէ ջանք գործադրել։ Մարինեն ստիպված էր նրան ամբողջ օրը պառկած թողնել, Լուկասը ստանձնել էր խնամողի դերը, երբ տանն էր։ Մենք պետք է նրան բժշկի տանենք, Մարինե, ասաց Լուկասը մի երեկո, անհանգստությունը դրոշմված երիտասարդ դեմքին։ Նա ավելի ու ավելի է վատանում։ Ես գիտեմ, Լու։ Ես գիտեմ։ Բայց մենք գումար չունենք մասնավոր խորհրդատվության համար, իսկ պետական հիվանդանոցներում շաբաթներ կպահանջվի տեղ գտնելու համար։ Ուրեմն մենք սպասենք, մինչ նա էլ ավելի վատանա։ Մարինեն պատասխան չուներ։ Իրեն անկյուն քաշված, անզոր էր զգում, դիտելով, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում, առանց որևէ բան պահելու։ Երեքշաբթի օրը էր, ռեստորանում հերթափոխի ժամանակ, որ ամեն ինչ նորից փոխվեց։ Մարինեին կանչեցին պարոն Մարտինի գրասենյակ։ Երբ նա մտավ, տեսավ մի կոստյումով տղամարդու նստած այցելուի աթոռին։ Դա Գաբրիել Ալեքսանյանը չէր, բայց նրա կեցվածքում ինչ-որ բան կար, որը հուշում էր կապ այդ շքեղության աշխարհի հետ, որին նա կարճ ժամանակով դիպել էր։ Մարինե Հարությունյան, հարցրեց տղամարդը, ոտքի կանգնելով։ Այո, պարոն։ Իմ անունը Ռոբերտ Կարապետյան է։ Ես փաստաբան եմ, ներկայացնում եմ պարոն Գաբրիել Ալեքսանյանին։ Նա ձեզ հանդիպել է վերջին միջոցառմանը, կցանկանար զրուցել ձեզ հետ, օրիորդ։ Մարինեի սիրտը սկսեց արագ զարկել։ Ինչի՞։ Մասին զրույց։ Արդյոք դա կլինի փչացած կոստյումի մասին։ Արդյոք նա փոխել էր իր միտքը, հիմա ցանկանում էր, որ նա վճարեր։ Ես գումար չունեմ կոստյումի համար վճարելու, արագ ասաց նա։ Բայց ես կարող եմ համաձայնություն կազմել, մաս-մաս վճարել, եսը։ Խնդիրը դա չէ, ընդհատեց փաստաբանը։ Պարոն Ալեքսանյանը բիզնես առաջարկ ունի ձեզ համար, օրիորդ։ Նա կցանկանար ձեզ հանդիպել այսօր երեկոյան։ Վարորդը կգա ձեզ տանելու ժամը 7-ին, այս քարտի վրա նշված հասցեով։ Նա մեկնեց մի նրբագեղ քարտ։ Մարինեն նայեց թղթին, կարծես այն օձ լիներ, որը պատրաստվում է հարձակվել։ Ինչ տեսակի առաջարկ։ Դա նա անձամբ կբացատրի։ Բայց ես կարող եմ երաշխավորել, որ արժե լսել։ Իսկ եթե ես չցանկանամ գնալ։ Փաստաբանը ժպտաց այնպես, որ ժպիտը չհասավ աչքերին։ Այդ դեպքում պարոն Ալեքսանյանը կհարգի ձեր որոշումը։ Բայց ես կարծում եմ, որ դուք այս պահին նուրբ իրավիճակում եք, օրիորդ։ Իրավիճակ, որը նա կարող է օգնել լուծել։ Մարինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Ինչպես նա գիտեր ինչ-որ բան իր կյանքի մասին։ Ինչի մասին եք խոսում։ Ձեր ընտանիքի պարտքի մասին։ Այն տան մասին, որն աճուրդի կհանվի 17 օրից։ Փաստաբանը խոսում էր սարսափելի բնականությամբ։ Պարոն Ալեքսանյանը մի մարդ է, ով կարող է համարում ճանաչել այն մարդկանց, ում հետ բանակցում է։ Մարինեն անխոս մնաց։ Ինչպես այդ մարդը գիտեր ամեն ինչ։ Ինչպես էր նա իմացել պարտքի, տան, իր կյանքի մասին։ Սա անձնական կյանքի ոտնձգություն է։ Դա բիզնես է, օրիորդ Հարությունյան։ Եվ հավատացեք, պարոն Ալեքսանյանը հազվադեպ է հետաքրքրություն ցուցաբերում անձնական գործերի նկատմամբ։ Դուք պետք է ձեզ բախտավոր համարեք։
Բախտավոր։ Բառը անհեթեթ հնչեց Մարինեի գլխում։ Ոչինչ իմաստ չուներ։ Ես չեմ գնա։ Լավ մտածեք։ Փաստաբանը քարտը թողեց սեղանին։ Ժամը 7-ին։ Վարորդը կսպասի։ Եվ հետո նա դուրս եկավ, Մարինեին թողնելով դողացող շփոթված։ Օրվա մնացած մասում նա ոչինչի մասին չէր մտածում, բացի դրանից։ Ինչ էր ուզում այդ տղամարդը։ Ինչու՞։ Էր հետաքննել նրա կյանքը։ Եվ հատկապես, ինչ կարող էր նա առաջարկել, որը կլուծեր նրա խնդիրները։ Երբ նա վերադարձավ տուն, Մարինեն Լուկասին գտավ հուսահատված հյուրասենյակում։ Տիկին Ֆրանսուհին պառկած էր բազմոցին, սավանի պես գունատ, դժվարությամբ շնչելով։ Մարինե, նա ուշաթափվեց։ Ես նրան օգնում էի գնալ լոգարան, նա ընկավ։ Ես չգիտեի, ինչ անել։ Մարինեն վազեց մոր մոտ, ծնկի եկավ նրա կողքին։ Ֆրանսուհին ջանքով բացեց աչքերը։ Աղջիկս, ձայնը բարակ թել էր։ Կարծում եմ, իմ ժամը հասել է։ Մի հիմարություն խոսա, մայրիկ։ Մենք հիմա քեզ հիվանդանոց կտանենք։ Հիվանդանոցի համար գումար չկա։ Ես չեմ հարցնում, կա թե։ Չկա։ Լուկաս, տաքսի կանչիր։ Նրանք տիկին Ֆրանսուհին տարան մոտակա շտապօգնության բաժանմունք։ Ժամեր սպասելուց հետո բժիշկը վերջապես ընդունեց նրանց։ Կատարեց հետազոտություններ, հարցրեց ախտանիշների մասին, վերջում տվեց այն ախտորոշումը, որից Մարինեն վախենում էր։ Ձեր մայրը սրտի կաթվածի սկիզբ է ունեցել։ Սիրտը ծանրաբեռնված է, հավանաբար չափից ավելի ստրեսի բժշկական կանոնավոր խնամքի բացակայության պատճառով։ Նրան անհրաժեշտ է բացարձակ հանգիստ, համապատասխան դեղորայք սրտաբանի հսկողություն։ Նա լավ կլինի հարցրեց Մարինեն, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում։ Եթե հետի բուժմանը խուսափի ցանկացած տեսակի ստրեսից, այո։ Բայց ցանկացած նոր կրիզիս կարող է մահացու լինել։ Նրան անհրաժեշտ է խաղաղություն, հանգստություն, զրո անհանգստություն։ Բժիշկը խոսում էր, կարծես դա պարզ բան լիներ։ Կարծես խաղաղությունն ու հանգստությունը դեղատանից գնվող բաներ լինեին։ Երբ նրանք վերադարձան տուն, արդեն երեկոյան ժամը 10-ն անցնում էր, Մարինեն բաց էր թողել Գաբրիել Ալեքսանյանի հետ հանդիպումը։ Նույնիսկ չէր մտածել դրա մասին շտապելու ժամանակ։ Հիմա, երբ մայրը քնած էր սենյակում, իսկ Լուկասը հոգնածությունից քնած էր բազմոցին, նա նայեց քարտին, որը դեռ իր պայուսակում էր։ Զրո անհանգստություն։ Զրո սթրես։ Ինչպես դա առաջարկել մորը, երբ 16 օրից կկորցնեին տունը։ Մարինեն վերցրեց հեռախոսը։ Հավաքեց քարտի վրա նշված համարը։ 3 զանգից հետո մի խորը ձայն պատասխանեց։ Մարինե Հարությունյան, ես կարծում էի, որ կզանգեիք։ Դա նա էր։ Գաբրիել Ալեքսանյանը։ Ես պետք է իմանամ, ինչ եք ուզում ինձանից։ Ոչ հեռախոսով։ Կարող ենք վաղը հանդիպել։ Իմ մայրը հիվանդ է։ Ես ժամանակ չունեմ խաղերի համար։ Դա խաղ չէ, Մարինե։ Կարճ դադար եղավ։ Ես գնել եմ ձեր ընտանիքի պարտքը։ Աշխարհը կանգ առավ։ Մարինեն նստեց խոհանոցի աթոռին, ոտքերը թուլանալով։ Դուք ինչ արեցիք։ Գնեցի ձեր պարտքը։ Բանկից, պարտատերերից, ամեն ինչ։ Հիմա ձեր ընտանիքի ամբողջ պարտքը ինձ է։ Եվ ես առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Նրա ձայնը դողացող դուրս եկավ։ Անձամբ կզրուցենք։ Վաղը, երեկոյան ժամը 6-ին։ Իմ վարորդը ձեզ կվերցնի հիվանդանոցից, ուր ձեր մայրը բուժվում էր։ Ես գիտեմ, որ դուք այնտեղ կլինեք։ Ինչպես դուք։ Մինչ վաղը, Մարինե։ Նա անջատեց հեռախոսը, նրան միայնակ թողնելով հեռախոսը ձեռքին սիրտը արագ զարկելով։ Այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել։ Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր Գաբրիել Ալեքսանյանի մուգ աչքերը, որոնք դիտում էին նրան։ Տղամարդը գնել էր ընտանիքի պարտքը։ Ինչու։ Ինչ էր նա ուզում փոխարենը։ Հաջորդ օրը, Լուկասին մորը խնամելու թողնելուց հետո, Մարինեն գնաց հիվանդանոց, վերցնելու նշանակված դեղերը։ Նա օգտագործեց վերջին դրամները, որոնք պահել էր արտակարգ դեպքերի համար։ Երբ նա դուրս եկավ գլխավոր դռնից, հստակ ժամը 6-ին, միս մեքենա, մուգ ապակիներով, կայանված էր հենց դիմացը։
Համազգեստով վարորդը իջավ բացեց հետի դուռը։ Օրիորդ Հարությունյան։ Նա վարանեց։ Դեռ կարող էր վերադառնալ։ Դեռ կարող էր փախչել։ Բայց ո՞ր փախչել։ Պարտքից։ Հուսահատությունից։ Ընտանիքը փրկելու հնարավորությունից։ Մարինեն մտավ մեքենա։ Ճանապարհը լուռ էր։ Նրանք հատեցին քաղաքը մինչ հասան մի ազնվական թաղամաս, որին Մարինեն ծանոթ էր միայն անունով։ Կենտրոնի շքեղ թաղամասերից մեկը։ Վարորդը կայանեց մի ժամանակակից շենքի դիմաց, ամբողջությամբ ապակուց պողպատից։ Դռնապանը բացեց մեքենայի դուռը նրան տարավ դեպի անձնական վերելակ։ Երբ դռները բացվեցին, Մարինեն իրեն գտավ մի բնակարանում, որը կարծես ամսագրից դուրս եկած լիներ։ Բարձր առաստաղ, հսկայական պատուհաններ, քաղաքի տեսարանով, ժամանակակից նրբագեղ կահույք։ Եվ սենյակի կենտրոնում, մեջքով դեպի նրան, բնապատկերին նայելով, Գաբրիել Ալեքսանյանը։ Նա շրջվեց, երբ լսեց նրա քայլերը։ Նա կրում էր դասական տաբած սպիտակ վերնաշապիկ, թքերը ծալած, բացահայտելով ուժեղ նախաբազուկները։ Մազերը թեթակի խառնված էին, կարծես նա բազմիցս ձեռքերով անցկացրել էր դրանց միջով։ Եվ այդ աչքերը։ Միշտ այդ աչքերը։ Մարինե, նա նուրբ ասաց, կարծես նրա անունը թանկարժեք բան լիներ։ Պարոն Ալեքսանյան։ Պարզապես Գաբրիել, խնդրում եմ։ Նա ժեստ արեց դեպի բազմոցը։ Նստեք։ Նա խնդրում եմ կանգնած մնալ։ Փոքրիկ ժպիտ դիպավ նրա շրթունքներին։ Ուղիղ։ Ինձ դա դուր է գալիս։ Դուք գնել եք իմ պարտքը։ Ինչու։ Գաբրիելը քայլեց դեպի սենյակի անկյունում գտնվող բարը երկու բաժին վիսկի լցրեց։ Առաջարկեց մեկը Մարինեին, ով ժեստով մերժեց։ Որովհետ ես ուզեցի, պարզապես պատասխանեց նա։ Ոչ ոք 50 միլիոն դրամից ավելի պարտք չի գնում պարզապես այն պատճառով, որ ուզեց։ Ես գնեցի։ Նա մի կում խմեց։ Եվ հիմա առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Գաբրիելը երկար նայեց նրան, կարծես կշռում էր յուրաքանչյուր բառ, նախքան ասելը։ Ես կներեմ ամբողջ պարտքը։ Ձեր տունն ազատ կլինի, ձեր ընտանիքը ապահով։ Բացի այդ, ես կվճարեմ ձեր մոր ամբողջական բուժման համար, Երանի լավագույն բժիշկների մոտ։ Եվ նա կթողնեմ մի գումար, որպեսզի դուք ձեր եղբայրը հանգիստ լինեք առաջիկա տարիներին։ Մարինեն զգաց, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում։ Դա այն ամենն էր, ինչ նրան պետք էր։ Այն ամենը, ինչ նա աղաչել էր լուռ աղոթքներում։ Բայց իրական կյանքում ոչ ոք անվճար ոչինչ չէր տալիս։ Ինչի դիմաց։ Գաբրիելը դրեց բաժակը սուրճի սեղանին մի քանի քայլ արեց դեպի նա։ Կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա, բավական մոտ, որ Մարինեն զգար նրա տղամարդկային բույրը, բավական հեռու, որպեսզի ամբողջությամբ չներխուժեր նրա տարածքը։ Մի գիշեր։ Ինձ հետ։ Այստեղ։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Բառերը վայրկյաններ պահանջվեցին, որ իմաստավորվեն Մարինեի մտքում։ Երբ իմաստավորվեցին, նա հետ քաշվեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Դուք ինձ առաջարկում եք գումար։ Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Որպեսզի մի գիշեր անցկացնենք միասին։ Այո։ Դուք ինձ հետ վարվում եք, կարծես եսը։ Նրա ձայնը դողաց զայրույթից նվաստացումից։ Կարծես ես վաճառվեմ։ Ես այդպես չեմ տեսնում։ Ուրեմն ինչպես եք տեսնում։ Որպես բիզնես առաջարկ։ Արտրային գործարք։ Որպես արդար փոխանակում։ Դուք կարիք ունեք մի բանի, որը ես կարող եմ առաջարկել։ Ես ուզում եմ մի բան, որը դուք կարող եք տալ։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները այրում։ Դա անիրական էր։ Անհեթեթ։ Արթուն մղձավանջ։ Ես այդպիսի կին չեմ։ Ես գիտեմ, որ չեք։ Գաբրիելը մեկ քայլ արեց։ Եթե լինեիք, ես հետաքրքրված չէի լինի։ Ուրեմն ինչու։ Եք դա անում։ Որովհետ ես ձեզ եմ ուզում։ Այն պահից, երբ մեր աչքերը հանդիպեցին այդ միջոցառմանը, ես չեմ կարողանում դադարել մտածել ձեր մասին։ Եվ ես միշտ ստանում եմ այն, ինչ ուզում եմ։ Այդ դեպքում պետք է սովորեք հարմարվել հիասթափության հետ։ Մարինեն շրջվեց դեպի դուռը։
Որովհետ ես երբեք չէի ընդունի նման բան։ Նախընտրում եմ ամեն ինչ կորցնել, քան կորցնել իմ արժանապատվությունը։ Նա գրեթե դրան մոտ էր, երբ նրա ձայնը հասավ նրան։ Իսկ ձեր մայրը։ Դուք կընտրեք ձեր հպարտությունը նրա կյանքի փոխարեն։ Մարինեն կանգ առավ։ Դանդաղ շրջվեց։ Ինչ։ Բժիշկը հստակ ասաց։ Ցանկացած սթրես կարող է սպանել նրան։ Եվ տունը կորցնելը, տեղափոխվելու անհրաժեշտությունը, այն ամբողջ տագնապը, որը դա կառաջացնի։ Գաբրիելը թույլ տվեց բառերին օդում կախված մնալ։ Կարծում եք, նա կդիմանա դրան։ Դուք դաժան եք։ Ես իրատես եմ։ Եվ լուծում եմ առաջարկում։ Մի գիշեր, Մարինե։ Ընդամենը մեկ։ Եվ հետո դուք երբեք էլ պետք չի, որ ինձ տեսնեք։ Նա հայացքով նայեց նրան, աչքերը այրում էին զսպված արցունքներից։ Ես ատում եմ ձեզ։ Դուք լիովին իրավունք ունեք։ Գաբրիելը քարտ վերցրեց մեկնեց նրան։ Երբ որոշեք, զանգահարեք ինձ։ Բայց մի ուշացեք։ Ժամանակը գնում է։ Մարինեն քարտը վերցրեց ավելի շատ ռեֆլեքսով, քան կամքով։ Եվ հետո գրեթե վազելով դուրս եկավ այդ բնակարանից, կարծես այնտեղ յուրաքանչյուր լրացուցիչ վայրկյանը կարող էր ստիպել նրան անել մի բան, որի համար կզղջար։ Փողոցում նա որոշ ժամանակ աննպատակ քայլեց։ Լաց եղավ։ Բարձրաձայն հայհոյեց։ Զգաց այնքան խորը զայրույթ, որ կարծես ներսից քայքայում էր։ Ինչպես էր համարձակվում։ Ինչպես էր այդ մարդը համարձակվում նրա հետ այդպես վարվել։ Բայց մինչ զայրույթը եռում էր, մի փոքրիկ, դաժան ձայն շշնջում էր մտքի խորքում։ Նա ճիշտ էր։ Մոր մասին։ Սթրեսի մասին։ Այն մասին, թե ինչ կպատահեր, երբ կկորցնեին տունը։ Մարինեն հաջորդ օրերն անցկացրեց մշուշի մեջ։ Աշխատում էր, սովորում, խնամում մորը, բայց հեռու էր։ Լուկասը նկատեց։ Քույրիկ, ինչ-որ բան պատահել է։ Ոչ, Լու։ Պարզապես հոգնած եմ։ Դու տարօրինակ ես քայլում։ Համոզված ես, որ ամեն ինչ լավ է։ Համոզված եմ։ Բայց ամեն ինչ լավ չէր։ Ոչինչ լավ չէր։ Մարինեն Գաբրիելի քարտը գրպանում էր գրում, կարծես այն ֆիզիկական բեռ լիներ։ Օրական տասնյակ անգամ նայում էր դրան։ Մտածում էր առաջարկի մասին։ Զզվանք էր զգում իր նկատմամբ մտածելու համար։ Եվ հետո մտածում էր մոր, եղբոր, տան մասին։ 14 օր։ 13 օր։ 12 օր։ Տիկին Ֆրանսուհին մի փոքր ավելի լավացել էր դեղորայքի շնորհիվ, բայց դեռ թույլ էր։ Նա ոչինչ չգիտեր պարտքի գնման, անհեթեթ առաջարկի մասին։ Մարինեն ամեն ինչ պահում էր իր մեջ, միայնակ խեղդվելով։ Մի գիշեր, երբ բոլորը քնած էին, Մարինեն մտավ մոր սենյակ, պարզապես դիտելու, թե ինչպես է նա քնում։ Ֆրանսուհին այնքան փոքր էր թվում այդ մահճակալում։ Այնքան փխրուն։ Կոշտուկներով ձեռքերը մաքուր սավանի վրա։ Դեմքը պայքարի զոհաբերությունների տարիներով նշված։ Մարինեն մտածեց այն ամենի մասին, ինչ այդ կինը արել էր իր Լուկասի համար։ Անքուն գիշերները, երբ նրանք փոքր էին հիվանդանում էին։ Ճաշերը, որոնք Ֆրանսուհին չէր ուտում, որպեսզի երեխաները կարողանային կրկնել ափսեն։ Հին հագուստները, որոնք նա կրում էր, որպեսզի նրանք դպրոցում նոր համազգեստ ունենային։ Եվ հիմա, երբ Ֆրանսուհին ամենից շատ էր կարիք ունենում, Մարինեն հնարավորություն ուներ հատուցելու։ Փրկելու։ Ապահովելու, որ իր մայրը խաղաղություն ունենա կյանքի վերջին տարիներին։ Բայց կինը չափազանց բարձր էր։ Կամ արդյոք։ Մարինեն վերադարձավ խոհանոց, վերցրեց բջջային հեռախոսը երկար րոպեներ նայեց դրան։ Նրա ձեռքերը դողում էին։ Սիրտը կրծքավանդակում զարկում էր։ Նա սրտխառնոց էր զգում միայն մտածելուց։ Բայց հետո մտածեց մոր մասին, ով մեկ այլ ինֆարկտ կունենար։ Մտածեց Լուկասի մասին, ով ստիպված կլիներ թողնել դպրոցը։ Մտածեց բոլորի մասին, ովքեր կապրեին փողոցում, կործանված, կորած։ Մի գիշեր։ Ընդամենը մի գիշեր։ Եվ հետո ամեն ինչ կլուծվեր։ Մարինեն հավաքեց համարը, մինչ կկարողանար զղջալ։ Ալո։ Գաբրիելի ձայնը զարմացած հնչեց։ Ես համաձայն եմ, ասաց նա, ապա արագ անջատեց հեռախոսը, մինչ կկարողանար հետ կանգնել։
Հաջորդ րոպեներին նա մնաց նստած խոհանոցի աթոռին, գրկելով իրեն, դողալով։ Նա հենց նոր էր վաճառել իր սեփական արժանապատվությունը։ Նա հենց նոր էր համաձայնվել մի բանի, որը երբեք չէր պատկերացնում անել։ Հեռախոսը զանգեց։ Հաղորդագրություն էր։ Վաղը, երեկոյան ժամը 9-ին։ Իմ վարորդը ձեզ կվերցնի։ Եվ Մարինե, ես խոստանում եմ, որ դա կլինի ընդամենը մեկ գիշեր։ Դուք ունեք իմ խոսքը։ Նա մի քանի անգամ կարդաց հաղորդագրությունը։ Մի մարդու խոսքը, ով գնել էր նրա պարտքը նրան դրել այդ դրության մեջ, արժեր ինչ-որ բան։ Այլս կարոր չէր։ Որոշումը կայացված էր։ Մարինեն հաջորդ օրն անցկացրեց ավտոմատ ռեժիմով։ Աշխատում էր, բայց չէր հիշում իր սպասարկած սեղանները։ Փորձում էր սովորել, բայց գրքի բառերը պարզապես անորոշ բծեր էին։ Ցերեկը նա երկար լոգանք ընդունեց, փորձելով մտավորապես պատրաստվել այն ամենին, ինչ գալու էր։ Հստակ ժամը 9-ին մեքենան կանգնած էր նրա տան դիմաց։ Մարինեն Լուկասի համար պատրաստել էր մի պատրվակ, ասելով, որ պետք է համալսարանական աշխատանք անի գիշերն անցկացնի ընկերուհու տանը։ Տղան չհարցրեց։ Երբ նա մտավ մեքենա, Մարինեն զգում էր, կարծես մարմնից դուրս էր լողում։ Կարծես դա տեղի էր ունենում մեկ ուրիշի հետ։ Ճանապարհը մինչ Գաբրիելի բնակարան միաժամանակ չափազանց արագ հավերժական թվաց։ Երբ վերելակը բացվեց, նա սպասում էր։ Հիմա նա կրում էր առօրյա հագուստ, մուգ ջինսետ աբատ մոխրագույն վերնաշապիկ։ Այսպես նա ավելի երիտասարդ էր թվում։ Ավելի մարդկային։ Մարինե, նա նուրբ ասաց։ Նա մտավ, առանց պատասխանելու։ Բնակարանը տարբեր էր։ Լույսերը ավելի ցածր էին։ Նուրբ երաժշտություն հետին պլանում։ Մի բացված գինու շիշ սեղանին։ Գաբրիելը փակեց դուռը, քայլեց դեպի նա։ Դուք դողում եք։ Ես ցրտից եմ։ Այստեղ ցուրտ չէ։ Մարինեն հայացքով նայեց նրան, վերջապես թույլ տվեց, որ ամբողջ ցավն ու զայրույթը դրսորվեն։ Արի, արագացրու։ Ես պարզապես ուզում եմ, որ սա վերջանա։ Գաբրիելը կարծես վարանեց առաջին անգամ, քանի Մարինեն նրան ճանաչում էր։ Մարինե։ Ոչ։ Առանց խոսակցության։ Առանց ծածնելու։ Դուք վճարել եք դրա համար, ուստի արի, արագ վերջացնենք։ Նա սկսեց հանել բլուզը, ձեռքերը դողում էին, անհարմար էին։ Բայց մինչ նա կհասցներ, Գաբրիելը բռնեց նրա դաստակները։ Սպասիր։ Մի դիպչեք ինձ, նա գրեթե բղավեց, հեռանալով։ Մի ծածրեք, թե սրանում ինչ-որ բարի բան կա։ Դուք ինձ գնել եք։ Այնպես որ, օգտագործեք ինձ, թույլ տվեք գնալ։ Արցունքները վերջապես հորթեցին։ Մարինեն փլուզվեց հենց այնտեղ, կանգնած այդ շքեղ սենյակի մեջտեղում, հուսահատորեն։ Լաց լինելով։ Տարիների ցավը, պայքարը, ոտնահարված արժանապատվությունը հորթեցին անզուսպ հեկեկոցներով։ Գաբրիելը կանգնած մնաց, ակնհայտորեն չիմանալով, ինչ անել։ Եվ հետո դանդաղ, նա մոտեցավ բաճկոնը դրեց նրա ուսերին։ Ես երբեք չէի պատկերացնում, որ այսպես կլինի, նա շշնջաց։ Իսկ ինչպես էիք պատկերացնում, որ կլինի, հարցրեց Մարինեն արցունքների միջից։ Որ ես այստեղ կհասնեմ ուրախ։ Պատրաստակամ։ Որ ինձ կեղտոտ չէի զգա։ Ես։ Գաբրիելը ձեռքով անցկացրեց մազերի միջով։ Ես չմտածեցի։ Դուք չմտածեցիք, որովհետ կարիք չունեիք։ Որովհետ երբ գումար ունեք, մարդիկ դառնում են պարզապես առարկաներ, որոնք կարող եք գնել։ Մարինեն ձեռքի ափով սրբեց դեմքը։ Խորը շունչ քաշեց, փորձելով վերականգնել ինչ-որ վերահսկողություն։ Բայց դուք հաղթեցիք։ Ես այստեղ եմ։ Ուրեմն վերջացնենք սա։ Նա նորից սկսեց հանել բլուզը, այս անգամ ավելի վճռական շարժումներով, թեկուզ ձեռքերը դեռ դողում էին։ Մարինե, կանգ առ։ Ոչ։ Ես ընդունեցի։ Ես կկատարեմ։ Խնդրում եմ, պարզապես սպասեք մի վայրկյան։ Բայց նա չկանգնեց։ Հանեց բլուզը, մնաց այնտեղ, խոցելի դողացող, աչքերը մարտահրավեր նետելով նրան, մինչ արցունքները հոսում էին։ Հենց այդ ժամանակ Մարինեն շշնջաց, ձայնը կոտրվելով։ Ես երբեք ոչ մեկի հետ չեմ եղել։ Ես կույս եմ։
Եվ այդ պահին, տեսնելով նրա աչքերում մերքում ցավը, լսելով այդ հուսահատ խոստովանությունը, ինչ-որ բան կոտրվեց Գաբրիել Ալեքսանյանի ներսում։ Գաբրիելը մի քայլ հետ կանգնեց, կարծես Մարինեի խոսքերը ֆիզիկապես հարվածել էին նրան։ Նա ձեռքով անցկացրեց դեմքի վրայով, խորը շունչ քաշեց, ապա քայլեց դեպի պատուհանը, մեջքով դեպի նա։ Ոչ, պարզապես ասաց նա։ Մարինեն անդամալույց մնաց։ Հավաքեց բլուզը հատակից արագ հագավ, շփոթված։ Ինչ ասացիք։ Գաբրիելը շրջվեց, նրա հայացքում ինչ-որ տարբեր բան կար։ Ինչ-որ բան, որը զղջում էր թվում։ Ես ասացի, ոչ։ Դա տեղի չի ունենա։ Բայց մենք համաձայնություն ունեինք։ Համաձայնությունը չեղյալ է հայտարարվում։ Նա քայլեց դեպի գրասեղանը, վերցրեց մի քանի թուղթ վերադարձավ։ Սրանք պարտքի փաստաթղթերն են։ Բոլորը մարված են։ Տունն ազատ է։ Ձեր ընտանիքը ապահով։ Մարինեն նայեց թղթերին, չհասկանալով։ Բայց ես չկատարեցի իմ մասը։ Այլս մաս չկա։ Գաբրիելը թղթերը մտցրեց նրա ձեռքերը։ Պարտքը ներված է։ Դուք ազատ եք։ Ինչու՞։ Նրա ձայնը անհավատալի շշուկով դուրս եկավ։ Որովհետև ես սարսափելի սխալ թույլ տվեցի։ Գաբրիելը վերադարձավ պատուհանի մոտ, կարծես չէր կարողանում նրան նայել։ Որովհետև ես կարծում էի, որ կարող եմ գնել մի բան, որը գին չունի։ Որովհետև ես ամբարտավան հիմար էի, ով կարծում էր, որ գումարը ամեն ինչ լուծում է։ Ուրեմն դուք դա անում եք խղճահարության համար։ Դա խղճահարություն չէ։ Դա… Նա վարանեց։ Դա խիղճ է։ Մի բան, որը ես չգիտեի, որ դեռ ունեմ։ Մարինեն նայեց իր ձեռքերի փաստաթղթերին։ Դա իրական էր։ Պարտքը մարված էր։ Նրա ընտանիքը փրկված էր։ Բայց սպասված թեթության փոխարեն նա ճնշող շփոթություն զգաց։ Ես չեմ հասկանում։ Ինչու՞։ Գնեցիք պարտքը նախ առաջ։ Որովհետև երբ ձեզ տեսա այդ միջոցառմանը, ինչ-որ բան պատահեց։ Գաբրիելը շրջվեց, նրան նայելու։ Ես չեմ կարող բացատրել։ Բայց հետո, երբ իմ հետաքննողը ինձ տեղեկություններ բերեց ձեր մասին, ձեր կյանքի, ձեր պայքարի մասին, ես ինձ տեսա անելիս մի բան, որը երբեք նախկինում չէի արել։ Ինչ-որ իմպուլսիվ սխալ բան։ Դուք ինձ օգտագործեցիք։ Ինձ մանիպուլյացիայի ենթարկեցիք։ Ես գիտեմ։ Եվ ներեցեք ինձ։ Անկեղծորեն։ Ներողությունը չի ջնջում այն, ինչ ես զգացի։ Այն, ինչ դուք ինձ ստիպեցիք զգալ։ Ես դա էլ գիտեմ։ Երկար լռություն տիրեց։ Մարինեն սեղմեց թղթերը կրծքին։ Ես կարող եմ հիմա գնալ։ Կարող եք։ Իմ վարորդը ձեզ տուն կտանի։ Մարինեն գլխով արեց քայլեց դեպի վերելակը։ Բայց նախքան կոճակը սեղմելը, նա մեկ անգամ շրջվեց։ Դուք ասացիք, որ միշտ ստանում եք այն, ինչ ուզում եք։ Կարծես այս անգամ չստացաք։ Ոչ։ Այս անգամ չստացա։ Գաբրիելը նայեց նրան ինչ-որ տխրությամբ։ Եվ գուցե դա լավագույն բանն է, որ երբե պատահել է ինձ հետ։ Մարինեն չպատասխանեց։ Մտավ վերելակ, թողեց այդ վայրը, թողեց այդ մարդուն, թողեց այդ ամբողջ անիրական իրավիճակը ետում։ Մեքենայում նա բացեց փաստաթղթերը, կարդաց յուրաքանչյուր բառը։ Դա իրական էր։ Ամբողջովին իրական։ Նրա ընտանիքն ազատ էր։ Տունը փրկված էր։ Եվ նա կարիք չուներ իրեն հանձնելու։ Երբ նա հասավ տուն, արդեն կեսգիշերն անցնում էր։ Լուկասը քնած էր։ Ֆրանսուհին նույնպես։ Մարինեն նստեց խոհանոցում, նորից լաց եղավ, բայց այս անգամ դրանք թեթության արցունքներ էին։ Եվ շփոթության։ Եվ ինչ-որ այլ բանի, որը նա չէր կարողանում նույնականացնել։ Հաջորդ օրերին Մարինեն զբաղվեց տան ամբողջ իրավիճակը կարգավորելով։ Տարավ փաստաթղթերը նոտարական գրասենյակ, բանկ, ապահովեց, որ ամեն ինչ կարգին է։ Տունը պաշտոնապես ազատ էր ցանկացած պարտքից։ Տիկին Ֆրանսուհին, երբ իմացավ, գրեթե ուշաթափվեց հուզմունքից։ Ինչպես հասցրեցիր, աղջիկս։ Մարինեն պատմություն էր պատրաստել։ Ասաց, որ հատուկ համաձայնություն է կնքել պարտատիրոջ հետ, որ պարտքի ներում է բանակցել անվճարունակության պատճառով։
Ֆրանսուհին շատ չհարցրեց, չափազանց թույլ էր չափազանց թեթացած հետաքննելու համար։ Պարտքը լուծված լինելով ճնշումը թեթանալով տիկին Ֆրանսուհիի առողջությունը սկսեց բարելավվել։ Լուկասը նորից սկսեց ժպտալ։ Տունը, որը նախկինում լի էր լարվածությամբ, որոշակի թեթություն ստացավ։ Մարինեն վերադարձավ առօրյային։ Աշխատանք, համալսարան, տուն։ Բայց հիմա, առանց հուսահատության ճնշող բեռի։ Նա պետք է ուրախ լիներ։ Պետք է երախտապարտ լիներ։ Ուրեմն ինչու՞։ Էր նրա մասին մտածում։ Ինչու՞։ Էր օրվա պատահական պահերին իրեն բռնում, հիշելով Գաբրիելի մուգ աչքերը։ Խորը ձայնը։ Նրա արտահայտությունը, երբ ասաց, որ սխալ է թույլ տվել։ Նա փորձում էր հեռացնել այդ մտքերը։ Նա փորձել էր գնել նրան։ Վարվել էր նրա արժանապատվության հետ որպես ապրանքի։ Նույնիսկ վերջում հետ քաշվելով նրա արածը աններելի էր։ Բայց նրա փոքրիկ նյարդայնացնող մի մասը շշնջում էր։ Նա հետ քաշվեց։ Երբ տեսավ նրա իրական ցավը, նա հետ քաշվեց ներեց պարտքը, առանց որևէ բան պահանջելու։ Բնակարանում հանդիպումից մեկ շաբաթ անց Մարինեն ռեստորանում էր, երբ մի առաքիչ հայտնվեց ծաղիկների հսկայական փնջով։ Սպիտակ վարդեր, տասնյակ, անուշահոտ կատարյալ։ Մարինե Հարությունյանի համար, ասաց առաքիչը։ Ժաննան սուլեց նրա կողքին։ Աղջիկս։ Ո՞վ է փեսացուն։ Մարինեն վերցրեց ծաղիկների հետ եկած քարտը։ Ներսում միայն մեկ ձեռագիր նախադասություն էր։ Ներեցեք ինձ։ Գ. Նա ճմրթեց քարտը ծաղիկները նետեց աղբամանը, հենց որ առաքիչը հեռացավ։ Պարոն Մարտինը ցնցված էր։ Դուք դեն նետեցիք այդ գեղեցիկ ծաղիկները։ Ես ոչինչ չեմ ուզում նրանից, ով ուղարկել է։ Բայց դրանք այնքան թանկ էին։ Կարոր չէ։ Հաջորդ օրը եկավ մեկ այլ առաքում։ Այս անգամ մի տուփ նուրբ շոկոլադ։ Մարինեն նույնիսկ չբացեց։ Վերադարձրեց առաքիչին։ Երրորդ օն դա մանկավարժության մասին մի գիրք էր, որը նա նշել էր, որ ցանկանում է Ժաննայի հետ պատահական զրույցում ամիսներ առաջ։ Ինչպես նա դա գիտեր։ Հետաքննողը պետք է շատ մանրակրկիտ լիներ։ Մարինեն պահեց գիրքը։ Ոչ թե այն պատճառով, որ ընդունում էր նվերը, այլ որ այն օգտակար կլիներ ուսումնասիրությունների համար։ Ամեն դեպքում, դա էր ինքն իրեն ասում։ Նվերները շարունակվեցին։ Միշտ սուսպ, միշտ միայն սկզբնատառով։ Մարինեն մերժում կամ անտեսում էր բոլորը։ Բայց անհնար էր չնկատել։ Անհնար էր չհարցնել, թե ինչ էր փորձում անել այդ տղամարդը։ Բնակարանում անցկացրած գիշերից 2 շաբաթ անց Մարինեն համալսարանից վերադառնում էր, երբ տեսավ մեքենան կայանված իր տան դիմաց։ Նրա սիրտը սկսեց արագ զարկել։ Նա մտածեց հետ դառնալու մասին, բայց ուշ էր։ Մեքենայի դուռը բացվեց, Գաբրիելը իջավ։ Նա տարբեր էր։ Ավելի քիչ անթերի։ Մորուքը անկանոն, աննկատ աչքերի տակ մուգ շրջանակներ, մազերը թեթակի խառնված։ Նա ջինսեր կաշվե բաճկոն էր կրում։ Ավելի իրական էր թվում։ Ավելի խոցելի։ Մարինե, ասաց նա, երբ նա մոտեցավ։ Ինչ եք անում այստեղ։ Չպետք է գալիք լինեիք իմ տուն։ Ես գիտեմ։ Բայց դուք չեք պատասխանում իմ հաղորդագրություններին։ Որովհետև ես չեմ ուզում խոսել ձեզ հետ։ Ընդամենը 5 րոպե։ Խնդրում եմ։ Մարինեն շուրջը նայեց։ Որոշ հարաններ արդեն պատուհաններից էին դիտում։ Վերջին բանը, որ նա ուզում էր, բամբասանքի թեմա դառնալն էր։ 5 րոպե։ Բայց ոչ այստեղ, ներսում։ Եկեք քայլենք։ Նրանք սկսեցին քայլել թաղամասի քիչ լուսավորված փողոցով։ Գաբրիելը այնտեղ անտեղի էր թվում իր թանկարժեք հագուստով այն մարդու կեցվածքով, ով սովոր չէր նման վայրերին։ Ինչ եք ուզում, ուղիղ հարցրեց Մարինեն։ Ես ուզում էի ներողություն խնդրել։ Անձամբ։ Դուք արդեն ներողություն եք խնդրել։ Ծաղիկների քարտի վրա։ Բավարար չէր։ Իրոք բավարար չէր։ Մարինեն կանգ առավ նայեց նրան։ Բայց նա չկա ոչինչ, որ կարող եք ասել, որը կփոխի ձեր արածը։ Ես գիտեմ։ Բայց ես կցանկանայի բացատրել։ Չկա բացատրություն այն բանի համար, թե ինչպես դուք վարվեցիք ինձ հետ։ Կա համատեքստ։
չի արդարացնում, բայց կա համատեքստ։ Մարինեն խաչաձեց ձեռքերը, սպասելով։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։ Ես աղքատության մեջ եմ մեծացել։ Ոչ թե այն արժանապատիվ աղքատության մեջ, որին դուք ծանոթ եք, որտեղ կա պայքար, բայց նա կա սեր։ Ես մեծացել եմ թշվառության մեջ։ Հայրս մեզ լքեց, երբ ես 5 տարեկան էի։ Մայրս անում էր այն, ինչ կարող էր, բայց բավարար չէր։ Մենք քաղցեցինք։ Ցրտեցինք։ Այն ամենը, ինչ կարող եք պատկերացնել վատ բաներից։ Մարինեն լուռ լսում էր։ Երբ ես 12 տարեկան էի, մայրս հիվանդացավ։ Թանկ դեղեր էր պետք, որոնք մենք չէինք կարող վճարել։ Ես ամեն ինչ փորձեցի։ Ուղղակի աղերսեցի, փոքր աշխատանքներ արեցի։ Ոչինչ բավարար չէր։ Գաբրիելը դադար տվեց, ձայնը ավելի ցածր դառնալով։ Նա մահացավ, որովհետև ես չկարողացա փրկել նրան։ Որովհետև ես անզոր էի։ Որովհետև գումարը որոշեց, ով կապրի, ով կմահանա։ Մարինեն զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքին։ Դրանից հետո ես երդվեցի, որ այլս երբեք անզոր չեմ լինի։ Որ բավարար գումար կունենամ, որպեսզի այլս երբեք ոչ մեկից կախված չլինեմ։ Ես աշխատեցի ինչպես դատապարտված, սովորեցի վատագույն պայմաններում, ամեն աստիճան բարձրացա արյունով քրտինքով։ Ես կայսրություն կառուցեցի ոչնչից, որովհետև դա անվտանգ զգալու միակ միջոցն էր։ Եվ դա ինչ կապ ունի ինձ հետ։ Գաբրիելը նայեց նրա աչքերին։ Ես այնքան տարված դարձա վերահսկողություն ունենալու, ցանկացած լուծում գնելու կարողությամբ, որ մոռացա, որ կան բաներ, որոնք չեն գնվում։ Մոռացա, թե ինչպես վարվել մարդկանց հետ որպես մարդկանց։ Երբ ձեզ տեսա, տարիների մեջ առաջին անգամ, ես ինչ-որ բան զգացի։ Ինչ-որ բան, որը չէի կարող վերահսկել կամ գնել։ Եվ դա ինձ վախեցրեց։ Այդ ժամանակ փորձեցի դա վերածել գործարքի։ Մի բան, որը ես կարող էի հասկանալ։ Մարինեն գլխով արեց։ Դա չի դարձնում ձեր արածը պակաս սարսափելի։ Ես գիտեմ։ Եվ ներում չեմ խնդրում։ Գիտեմ, որ արժանի չեմ։ Բայց ես ուզում էի, որ դուք իմանայիք, որ դա չէր նվաստացնելու կամ ձեզ որպես առարկա վերաբերվելու մասին։ Դա մի կոտրված մարդու մասին էր, ով հուսահատորեն փորձում էր վերահսկել մի բան, որը չի կարող վերահսկվել։ Եվ ինչ է այդ անվերահսկելին։ Գաբրիելը մի քայլ մոտեցավ։ Այն, ինչ ես զգում եմ ձեր հանդեպ։ Մարինեն բնազդաբար հետ քաշվեց։ Դուք ինձ չեք ճանաչում։ Ինչպես կարող եք ինչ-որ բան զգալ։ Ես անցած շաբաթներն անցկացրի, փորձելով հասկանալ դա։ Կարդացի այն ամենը, ինչ իմ հետաքննողը բացահայտել էր ձեր մասին։ Ձեր պայքարը, ձեր նվիրվածությունը ընտանիքին, ձեր երազանքները ուսուցիչ դառնալու մասին։ Եվ հետո հասկացա, որ դա փաստեր իմանալու մասին չէր։ Դա այն մասին էր, թե ով եք դուք իրականում այդ գիշեր։ Ձեր ուժը։ Ձեր արժանապատվությունը։ Նույնիսկ երբ կոտրված էիք, դուք մնացիք ամբողջական։ Մարինեն զգում էր, թե ինչպես են պաշտպանությունները սկսում ճաքչքել։ Բայց չէր կարող։ Չպետք է։ Ես պետք է գնամ։ Իմ ընտանիքը սպասում է։ Կարող եմ ձեզ նորից տեսնել։ Ոչ։ Ընդամենը մի սուրճ։ Մի զրույց։ Ինչպես նորմալ մարդիկ։ Մենք նորմալ մարդիկ չենք։ Ոչ այն բանից հետո, ինչ պատահեց։ Այդ դեպքում ինձ հնարավորություն տվեք այլ կերպ անել։ Ձեզ ճանաչել ճիշտ ճանապարհով։ Մարինեն նայեց նրան, այդ հզոր տղամարդուն, ով հիմա գրեթե խոցելի էր թվում, խնդրելով այնքան պարզ մի բան, ինչպես իր ընկերակցությունը։ Ինչու՞։ Պետք է դա անեմ։ Որովհետև գուցե, պարզապես գուցե, դուք էլ ինչ-որ բան զգացիք, շշնջաց Գաբրիելը։ Այդ գիշեր, մինչ ամեն ինչ փլուզվեց։ Երբ մեր աչքերը հանդիպեցին։ Դուք էլ զգացիք։ Մարինեն ուզում էր հերքել։ Ուզում էր ասել, որ նա զառանցում է։ Բայց նրա մի մասը, փոքրիկ սարսափելի, գիտեր, որ նա ճիշտ է։ Նա ինչ-որ բան էր զգացել այդ առաջին հանդիպման ժամանակ։ Ինչ-որ բան, որը նա փորձել էր թաղել զայրույթի վիրավորանքի տակ։ Ես պետք է մտածեմ։ Լավ։ Առանց ճնշման։ Գաբրիելը գրպանից քարտ հանեց։ Սա իմ անձնական համարն է։
Եթե որոշեք ինձ հնարավորություն տալ, զանգահարեք։ Եթե չզանգահարեք, ես կհարգեմ, այլս երբեք ձեզ չեմ անհանգստացնի։ Մարինեն քարտը վերցրեց ավելի շատ ռեֆլեքսով, քան գիտակցված որոշմամբ։ Բարի գիշեր, Գաբրիել։ Բարի գիշեր, Մարինե։ Նա վերադարձավ տուն, զգալով նրա հայացքը իր մեջքին։ Երբ նա շրջվեց անկյունում հետ նայեց, նա դեռ այնտեղ էր, կանգնած լուսասյան տակ, դիտելով, թե ինչպես է նա հեռանում։ Հաջորդ օրերին Մարինեն պայքարում էր ինքն իր հետ։ Նրա մի մասը ցանկանում էր զանգահարել։ Ցանկանում էր հնարավորություն տալ։ Ցանկանում էր ճանաչել այն մարդուն, ով կանգնած էր սարսափելի սխալի հետում։ Բայց մյուս մասը բղավում էր, որ դա խելագարություն է։ Որ նա փորձել էր գնել նրան։ Որ անհնար էր իրական բան կառուցել այդքան փտած հիմքի վրա։ Ժաննան նկատեց կոնֆլիկտը։ Ինչ է կատարվում քեզ հետ, աղջիկս։ Ավելի թրջող ես, քան շփոթված թռչունը։ Ոչինչ, Ժան։ Պարզապես հոգնածություն։ Հոգնածություն։ Ավելի շատ տղամարդու հետ կապված բանի է նման։ Տղամարդ չկա։ Գիտեմ։ Իսկ այն ծաղիկները, որոնք դու դեն նետեցիր, Սուրբ Հոգուց էին։ Մարինեն հառաչեց։ Բարդ է։ Սերը միշտ էլ բարդ է, աղջիկս։ Ժաննան ձեռքը դրեց նրա ուսին։ Բայց գիտես, թե ինչ եմ ես սովորել կյանքում։ Որ մենք ավելի շատ ենք զղջում այն բանի համար, ինչ չենք արել, քան այն բանի համար, ինչ արել ենք։ Եթե ինչ-որ բան կա քո սրտում, գնա հետաքննիր։ Եթե պետք է սխալ լինի, գոնե փորձեցիր։ Իսկ եթե վնասվեմ, այդ դեպքում կբարձրանաս առաջ կգնաս։ Բայց մի մնա այդ զղջման հետ, որը ներսից քայքայում է։ Այդ գիշեր Մարինեն վերցրեց քարտը, որը պահված էր դարակում։ Երկար րոպեներ նայեց դրան։ Մտածեց այն ամենի մասին, ինչ Գաբրիելն ասել էր։ Նրա պատմության մասին։ Նրա ցուցադրած խոցելիության մասին։ Նա սարսափելի սխալ էր թույլ տվել։ Բայց հետ էր քաշվել։ Ներել էր պարտքը։ Անկեղծորեն ներողություն էր խնդրել։ Արժանի՞։ Էր նա հնարավորության։ Մարինեն չգիտեր։ Բայց Ժաննան մի բանում ճիշտ էր։ Նա չէր ուզում ապրել չբացահայտելու զղջումով։ Նա վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն մուտքագրեց։ Մի սուրճ։ Ընդամենը մեկ։ Եվ եթե ինձ չհամոզեք, այլս երբեք մի հայտնվեք։ Պատասխանը եկավ վայրկյանների ընթացքում։ Վաղը, ժամը 3-ին։ Թումանյան փողոցում մի սրճարան կա։ Կարող եմ ձեզ վերցնել։ Մարինեն մուտքագրեց։ Ես մենակ կգամ։ Ուղարկեք հասցեն։ Հաջորդ օրը Մարինեն 3 անգամ փոխեց հագուստը, նախքան դուրս գալը։ Ցանկանում էր գեղեցիկ ելալ, բայց ոչ այնպես, կարծես ջանք թափած լիներ։ Առօրյա, բայց կոկիկ։ Անհեթեթ էր, թե ինչպես էր նյարդայնանում պարզ սուրճի համար։ Սրճարանը հմայիչ էր, բայց ոչ շքեղ։ Փայտե սեղաններ, բույսեր պատերին, թարմ սուրճի բույր։ Գաբրիելն արդեն այնտեղ էր, երբ նա հասավ, նստած անկյունի սեղանին։ Նա ոտքի կանգնեց, երբ տեսավ նրան։ Դուք եկաք։ Ասացի, որ կգամ։ Ես վստահ չէի, թե կհավատամ։ Նրանք նստեցին, տարօրինակ լռություն տիրեց։ Այնքան տարբեր նախորդ հանդիպումներից, լի լարվածությամբ կոնֆլիկտով։ Հիմա պարզապես շփոթություն էր։ Ուրեմն, սկսեց Գաբրիելը։ Ինչպես եք անցկացրել ժամանակը։ Լավ։ Տունն ազատ է, մայրս լավանում է։ Լուկասը ուրախ է դպրոցում։ Ուրախ եմ լսել դա։ Մեկ այլ լռություն։ Սա տարօրինակ է, վերջապես ասաց Մարինեն։ Շատ, համաձայնեց Գաբրիելը, ապա ժպտաց։ Առաջին անգամ Մարինեն նրան տեսավ իսկապես ժպտալիս։ Ոչ թե այն վերահսկվող գործարարի ժպիտը։ Մի անկեղծ ժպիտ, որը հասնում էր աչքերին։ Կարծում եմ, մենք չգիտենք, ինչպես դա անել։ Ինչպես նորմալ լինել միմյանց հետ։ Մենք հենց էլ սովորական սկիզբ չունեցանք։ Գաբրիելը ցածր ծիծաղեց։ Դա նրբագեղ էվֆեմիզմ է աղետալի սկզբի համար։ Մարինեն էլ ժպտաց։ Եվ այդպես, սուրճերի զգույշ զրույցների մեջ, նրանք սկսեցին իսկապես ճանաչել միմյանց։
Գաբրիելը խոսեց այն մասին, թե ինչպես էր կառուցել իր ընկերությունը։ Մարտահրավերների, անքուն գիշերների, հաջողության հետ եկող մենության մասին։ Մարինեն խոսեց կրթության հանդեպ իր կրքի մասին, երեխաների կյանքում տարբերություն մտցնելու երազանքի մասին, այն մասին, թե ինչպես էր ուզում նրանց տալ այն հնարավորությունները, որոնք ինքը միշտ չէր ունեցել։ Երբ նրանք նկատեցին, 2 ժամ էր անցել։ Ես պետք է գնամ, ասաց Մարինեն։ Շուտով դաս ունեմ։ Կարող եմ ձեզ տանել։ Նախընտրում եմ ավտոբուսով գնալ։ Մարինեն վերցրեց պայուսակը։ Բայց սա լավ էր։ Ավելի քիչ տարօրինակ, քան ես սպասում էի։ Կարող եմ ձեզ նորից տեսնել։ Մարինեն վարանեց, բայց հետո գլխով արեց։ Կարող եք։ Գաբրիելի ժպիտը կարող էր լուսավորել ամբողջ քաղաքը։ Հաջորդ շաբաթներին հանդիպումները դարձան կանոնավոր։ Միշտ հանրային վայրերում, միշտ առօրյա։ Մի սուրճ Մարինեի աշխատանքից հետո։ Մի արագ ճաշ նրա դասերի միջ։ Մի զբոսանք օղակած զբոսայգում կիրակի առավոտյան։ Գաբրիելը ուշադիր էր, բայց ոչ խեղդող։ Հարգում էր Մարինեի սահմանած սահմանները։ Եվ աստիճանաբար նա սկսեց նրա մեջ տեսնել այն, ինչ փորձել էր հերքել։ Տեսնում էր մի մարդու, ով խորը սպիներ էր կրում։ Մի մարդու, ով այնքան բարձր պատեր էր կառուցել, որ մոռացել էր, ինչպես թույլ տալ մեկին ներս մտնել։ Մի մարդու, ով առաջին անգամ փորձում էր խոցելի լինել։ Մի կիրակի կեսօր էր, երբ Գաբրիելը Մարինեին հարցրեց, թե արդյոք նա կարող է իր հետ գնալ մի հատուկ վայր։ Նա նրան հետ տարավ իր տան բակը, հին թթենու տակ։ Ինչու՞։ Ենք մենք այստեղ, շփոթված հարցրեց Մարինեն։ Գաբրիելը ծնկի եկավ գետնին։ Գրպանից հանեց մի փոքրիկ թավշյա տուփ։ Մարինե Հարությունյան, այն պահից, երբ ես ձեզ ճանաչեցի, իմ կյանքն այլս նույնը չէր։ Ես մի մարդ էի, ով կարծում էր, որ գումարն ամեն ինչ գնում է։ Որ վերահսկողությունը ուժի հոմանիշ է։ Որ խոցելիությունը թուլություն է։ Դուք ինձ սովորեցրիք, որ ամեն ինչում սխալվում էի։ Արցունքներն արդեն հոսում էին Մարինեի դեմքով։ Դուք ինձ սովորեցրիք, որ իրական հարստությունը պարզ սեղանի շուրջ ծիծաղի մեջ է։ Որ իրական վերահսկողությունը իմանալն է, թե երբ է պետք հանձնվել։ Որ խոցելիությունը ամենամեծ ուժն է, որ գոյություն ունի։ Գաբրիելը բացեց տուփը, բացահայտելով նուրբ մատանի։ Այն շքեղ կամ հսկայական չէր։ Այն կատարյալ էր։ Դուք ինձ սովորեցրիք սիրել։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, սիրելով ձեզ, եթե դուք ինձ թույլ տաք։ Կամուսնանաք ինձ հետ։ Մարինեն նայեց այդ տղամարդուն, ով ծնկի էր եկել հողի վրա, նույն ծառի տակ, որտեղ նա երազել էր իր ամբողջ կյանքում։ Եվ տեսավ ոչ թե հզոր գործարարին, ով փորձել էր գնել նրան։ Տեսավ կոտրված մարդուն, ով վերակառուցվել էր նրա օգնությամբ։ Տեսավ ընկերոջը, բարեկամին, իր կյանքի սերը։ Այո, շշնջաց նա։ Այո, ես կամուսնանամ։ Գաբրիելը վեր կացավ համբուրեց նրան։ Եվ այդ համբույրում կար փրկություն։ Կար ներում։ Կար խոստում մի ապագայի, որը նրանք երկուսով կկառուցեին։ Երբ նրանք վերադարձան ներս, Ֆրանսուհին Լուկասը սպասում էին։ Ֆրանսուհին հուզմունքից լաց եղավ, տեսնելով մատանին։ Լուկասը ամուր գրկեց Գաբրիելին, շնջալով մի շնորհակալություն, որը պարունակում էր տարիների երախտագիտություն։ Նրանք ամուսնացան 3 ամիս անց, պարզ, բայց գեղեցիկ արարողությամբ։ Մարինեն կրում էր զուսպ սպիտակ զգեստ, որի համար Գաբրիելը պնդել էր վճարել։ Լուկասը քավորն էր, հպարտ ուրախ։ Ֆրանսուհին լաց եղավ ամբողջ արարողության ընթացքում, ուրախության թեթության արցունքներով։ Ժաննան այնտեղ էր, գրեթե հարսի մոր պես լաց լինելով։ Պարոն Մարտինը փակել էր ռեստորանը, գնալու համար, նույնիսկ ավելի քիչ էր բողոքում, քան սովորաբար։ Մարինեի համալսարանական մի քանի ընկերներ ներկա էին։ Եվ Գաբրիելի կողմից ընդամենը մի քանի մտերիմ ընկերներ վստահելի գործընկերներ։ Արարողությունը տեղի ունեցավ Հարությունյանների տան բակում, թթենու տակ։ Նույն վայրում, որտեղ ամեն ինչ փոխվել էր։ Նույն վայրում, որտեղ Գաբրիելը Մարինեին ամուսնության առաջարկ էր արել։ Տեղի քահանան անցկացրեց արարողությունը սիրո, ներման նոր սկիզբների մասին պարզ գեղեցիկ խոսքերով։ Երբ Գաբրիելը համբուրեց հարսին, կնքելով միությունը, ծափահարություններ արցունքներ եղան։ Դա մի ճանապարհորդության ավարտ էր մեկ այլի սկիզբ։
Մարինեն տեղափոխվեց Գաբրիելի բնակարան, բայց պնդեց պահպանել նա ընտանիքի տունը։ Լուկասը Ֆրանսուհին կշարունակեին այնտեղ ապրել, բայց հիմա, առանց որևէ ֆինանսական անհանգստության։ Գաբրիելը հիմնել էր մի հիմնադրամ, որը կապահովեր նրանց ապրուստը Լուկասի ուսումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլիներ։ Ամուսնության առաջին ամիսները հարմարվողականության էին։ Մարինեն ստիպված էր հարմարվել տարբեր կենսակերպին։ Գաբրիելը ստիպված էր սովորել կիսել իր տարածքը, որը միշտ միայն իրենն էր եղել։ Բայց նրանք դրա վրա միասին էին աշխատում։ Զրուցում էին, բանակցում էին, աճում էին։ Մարինեն աշխատանք գտավ կենտրոնի մասնավոր դպրոցում, վերջապես իրականացնելով ուսուցիչ դառնալու իր երազանքը։ Տեսնում էր երեխաների աչքերը փայլելիս, երբ նա պատմություններ էր պատմում, զգում էր, որ ամեն ինչ արժեր։ Յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր պայքար, յուրաքանչյուր արցունք։ Ամեն ինչ նրան հասցրել էր մինչ այստեղ։ Գաբրիելը իր հերթին սկսեց վերանայել իր առաջնահերթությունները։ Նա դեռ զբաղվում էր բիզնեսով, բայց հիմա այլ տեսանկյունից։ Սկսեց սոցիալական ծրագրեր ընկերությունում։ Կրթաթոշակներ կարիքավոր համայնքների երիտասարդների համար։ Ներդրումներ սոցիալական ազդեցության ծրագրերում։ Մարինեն նրա մեջ արթնացրել էր մի բան, որը տարիներ շարունակ քնած էր։ Ուրիշների կյանքում տարբերություն մտցնելու ցանկությունը։ 1 տարի շարունակ ամեն ինչ կատարյալ էր։ Չափազանց կատարյալ։ Եվ հենց այդ ժամանակ Մարինեն սկսեց անհանգստանալ, որ մյուս կոշիկը կընկնի։ Նա ճիշտ էր։ Մի գիշեր Գաբրիելը տուն վերադարձավ սովորականից շուտ։ Դեմքը գունատ էր, արտահայտությունը լարված։ Մարինեն երեխաների թեստերն էր ստուգում, երբ նա մտավ։ Ինչ պատահեց, հարցրեց նա, անմիջապես ոտքի կանգնելով։ Գաբրիելը ծանր նստեց բազմոցին։ Կա մի բան, որը ես երբեք ձեզ չեմ պատմել։ Իմ անցյալի մասին։ Այն մասին, թե ինչպես եմ կառուցել իմ կարողությունը։ Մարինեն նստեց նրա կողքին, սիրտը արագ զարկելով։ Պատմիր ինձ։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։ Երբ ես սկսեցի, մի տղամարդու հետ գործընկեր էի։ Ռիչարդ Մելքոնյանի։ Մենք ընկերությունը միասին կառուցեցինք 0-ից։ Բայց նա կասկածելի գործարքներ էր ուզում անել։ Ոչինչ ապօրինի, բայց էթիկայի սահմաններում։ Ես հրաժարվեցի։ Մենք վիճեցինք։ Ի վերջո ես կարողացա գնել նրա բաժինը, նա հեռացավ։ Եվ հետո նա երբեք ինձ չներեց։ Տարիներ անցկացրեց, փորձելով ինձ ոչնչացնել տարբեր ձերով։ Ես միշտ կարողանում էի ինձ պաշտպանել։ Բայց հիմա… Գաբրիելը ձեռքերով անցկացրեց դեմքի վրայով։ Հիմա նա իմացել է ձեր մասին։ Մեր մասին։ Եվ սպառնում է բացահայտել այն, թե ինչպես ենք մենք ծանոթացել։ Մարինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Պարտքը։ Առաջարկը։ Ամեն ինչ։ Նա ունի այն հետաքննողի լուսանկարները, ում ես վարձել էի այն ժամանակ։ Ունի պարտքի գնման փաստաթղթերը։ Եվ սպառնում է ամեն ինչ արտահոսել մամուլին, փաստերը խեղաթյուրելով ինձ ոչնչացնելու համար։ Եվ ինձ էլ ոչնչացնել գործընթացում, լրացրեց Մարինեն։ Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքերը։ Ես նախ հանրությանը կդիմեմ։ Կպատմեմ ճշմարտությունը, մինչ նա կկարողանա խեղաթյուրել այն։ Դուք կբացահայտեք մեզ։ Մեր պատմությունը։ Ես կբացահայտեմ իմ սխալները։ Եվ հստակ կդարձնեմ, որ դուք ամբարտավան մարդու զոհն էիք, ով կարծում էր, որ կարող է ամեն ինչ գնել։ Ես կստանձնեմ ամբողջ պատասխանատվությունը։ Մարինեն գլխով արեց։ Եթե դա անեք, կկործանեք ձեր հեղինակությունը։ Ձեր բիզնեսը։ Կարոր չէ։ Կարորն այն է, որ ձեզ պաշտպանեմ։ Գաբրիել։ Մարինեն բռնեց նրա դեմքը։ Սա մեզ միասին կազդի։ Դա միայն ձեր մասին չէ։ Ուրեմն ինչ անենք։ Մարինեն մտածեց։ Մտածեց այն ամենի մասին, ինչ սովորել էր պայքարի այդ տարիների ընթացքում։ Արժանապատվության մասին։ Ճշմարտության մասին։ Այն ուժի մասին, որը գալիս է բաներին բարձր գլխով դիմակայելուց։ Մենք կդիմակայենք։ Միասին։
կպատմենք մեր պատմությունը այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Ամբողջ ճշմարտությամբ։ Դգեղն ու գեղեցիկը։ Եվ թող մարդիկ որոշեն։ Համոզվա՞ծ եք։ Ոչ։ Բայց դա ճիշտ է անել։ Հաջորդ օրերին նրանք հայտարարություն պատրաստեցին։ Գաբրիելը ամեն ինչ կպատմեր հեռուստատեսային հարցազրույցում։ Սխալձը, թե ինչպես էին ծանոթացել։ Անպարկեշտ առաջարկը։ Զղջումն ու փրկությունը։ Մարինեն նրա կողքին կլիներ, ցույց տալով, որ հաղթահարել ներել է։ Երբ հարցազրույցը եթեր հեռարձակվեց, արձագանքը հսկայական էր։ Կային մարդիկ, ովքեր հարձակվեցին Գաբրիելի վրա անցյալի սխալների համար։ Կային մարդիկ, ովքեր քննադատեցին Մարինեին ներելու համար։ Բայց կային նա, զարմանալիորեն, շատ մարդիկ, ովքեր նույնացվեցին պատմության հետ։ Մարդիկ, ովքեր սխալներ էին թույլ տվել, փնտրում էին փրկություն։ Մարդիկ, ովքեր ներել էին, երբ բոլորն ասում էին, որ չպետք է։ Ռիչարդ Մելքոնյանը, այնուամենայնիվ, փորձեց խեղաթյուրել, բայց ճշմարտությունն արդեն բացահայտված էր։ Նրա ոչնչացման ծրագիրը չաշխատեց, ինչպես սպասվում էր։ Ի վերջո նա հանձնվեց անհետացավ, պարտված ոչ թե Գաբրիելի հարստությունից, այլ ճշմարտության ուժից։ Գաբրիելի բիզնեսը սկզբնական ցնցումներ կրեց, բայց վերականգնվեց։ Որոշ հաճախորդներ հեռացան, բայց ուրիշներ եկան։ Ընկերությունը գոյատեց, տարբեր, բայց կենդանի։ Մարինեն ստիպված էր հարմարվել դպրոցում որոշ հայացքների մեկնաբանությունների հետ, բայց տնօրենը աջակցեց նրան։ Երեխաները ոչինչ չէին հասկանում դրանից, շարունակում էին սիրել նրան։ Եվ դա էր կարորը։ Փոթորիկն անցավ։ Եվ մյուս կողմից Մարինեն Գաբրիելը դուրս եկան ավելի ուժեղացած։ Նրանք դիմակայել էին վատագույնին, միասին գոյատել։ Բացահայտումից 1 տարի անց Մարինեն իմացավ, որ հղի է։ Երբ նա Գաբրիելին պատմեց, նա լաց եղավ։ Լաց եղավ ուրախությունից, վախից, երախտագիտությունից։ Նրանք ծնող կդառնային։ Նրանք հնարավորություն կունենային կյանք ստեղծել այն բոլոր արժեքներով, որոնք սովորել էին իրենց սեփական ճանապարհորդության ընթացքում։ Ֆրանսուհին ուրախացավ տատիկ դառնալու լուրից։ Լուկասը, այժմ 19 տարեկան Երանի լավագույն համալսարանում ճարտարագիտություն սովորող, ոգորվեց հորեղբայր դառնալու համար։ Երբ աղջիկը ծնվեց, նրան անվանեցին Սոֆիա։ Սոֆիա Հարությունյան Ալեքսանյան։ Նա ուներ մոր աչքերը հոր ժպիտը։ Եվ երբ Մարինեն նրան առաջին անգամ գրկեց, զգաց, որ ամեն ինչ իմաստ ունի։ Ամեն ցավ, ամեն պայքար, հուսահատության ամեն պահ։ Ամեն ինչ հանգեցրել էր մինչ այստեղ։ Գաբրիելը բռնում էր երկուսին, կնոջը դստերը, շշնջում խոստումներ։ Խոստումներ, լինել լավագույն հայրը։ Սոֆիային սովորեցնել հարգանքի, արժանապատվության, իրական սիրո մասին։ Երբեք չկրկնել անցյալի սխալները։ Մարինեն նայում էր այն տղամարդուն, ով մի օր փորձել էր գնել նրան, հիմա սիրում էր նրան իր էության յուրաքանչյուր թելով։ Այն տղամարդուն, ով սովորել էր, որ կյանքի ամենաարժեքավոր բաները չեն կարող գնվել։ Այն տղամարդուն, ով ամբողջությամբ փոխվել էր։ Մի քանի տարի անց, մի արոտ կեսօր, Մարինեն հին ընտանեկան տան բակում էր։ Սոֆիան, այժմ 4 տարեկան, խաղում էր թթենու տակ, նույն կերպ, ինչպես Մարինեն էր անում իր տարիքում։ Լուկասը այցելում էր իր ընկերուհու հետ։ Ֆրանսուհին, այժմ կայուն առողջությամբ, ժպտում էր խոհանոցում տորտ պատրաստելիս։ Գաբրիելը մոտեցավ Մարինեին հետից, գրկելով նրան։ «Ինչի մասին ես մտածում», հարցրեց նա։ «Այն մասին, թե ինչպես է կյանքը տարօրինակ»։ Մարինեն շրջվեց, նրան նայելու։ Այն մասին, թե ինչպես իմ կյանքի վատագույն պահը վերջում հանգեցրեց լավագույնին։ Դուք զղջում եք ինչ-որ բանի համար։ Մարինեն մտածեց։ Մտածեց ամբողջ ճանապարհորդության մասին, արցունքների, հուսահատության, նվաստացման մասին։ Բայց մտածեց նա այն սիրո մասին, որը գտել էր, այն ընտանիքի մասին, որը կառուցել էր, այն երջանկության մասին, որը հիմա զգում էր։ Ոչ։ Ոչ մի վայրկյան։ Որովհետև ամեն ինչ ինձ հասցրեց մինչ այստեղ։ Մինչ ձեզ։ Մինչ մեր դուստրը։ Մինչ այս կյանքը, որը մենք միասին կառուցեցինք։ Գաբրիելը նուրբ համբուրեց նրան։ Ես սիրում եմ քեզ։ Միշտ կսիրեմ քեզ։ Մինչ իմ կյանքի վերջին օրը։ Ես էլ եմ քեզ սիրում։
Եվ այնտեղ նույն թթենու տակ, որտեղ ամեն ինչ փոխվել էր, որտեղ նա ամուսնության առաջարկ էր արել նրան, որտեղ հիմա Սոֆյան անհոգ խաղում էր, Մարինեն հասկացավ այն ամենի իրական դասը, ինչ ապրել էր։ Սերը կատարյալ սկիզբների մասին չէր։ Դա այն մասին էր, թե ինչպես ընտրել մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ անհնար էր թվում։ Դա աններելին ներելու մասին էր։ Դա վերքերը սպիերի, իսկ սպիերը իմաստության վերածելու մասին էր։ Դա ավերակների վրա վերակառուցելու նախկինում գոյություն ունեցածից ավելի գեղեցիկ բան ստեղծելու մասին էր։ Գաբրիելը սարսափելի սխալներ էր թույլ տվել։ Նա վիրավորել էր, նվաստացրել, փորձել էր գնել այն, ինչ գին չուներ։ Բայց նա անկեղծորեն զղջացել էր։ Նա փոխվել էր։ Նա դարձել էր ավելի լավ մարդ։ Եվ Մարինեն, ով մի օր իրեն գտել էր ամենաանպատվաբեր դրության մեջ, ուժ էր գտել այնտեղ, որտեղ չգիտեր, որ ուներ։ Ներել էր այնտեղ, որտեղ բոլորը կասեին, որ չպետք է։ Հնարավորություն էր տվել այնտեղ, որտեղ տրամաբանությունը հրամայում էր փախչել։ Եվ պարգատրվել էր ավելի խորը իրական սիրով, քան երբե պատկերացրել էր հնարավոր։ Կյանքը հեքիաթ չէր։ Այն ավելի բարդ էր, ավելի ցավոտ, ավելի իրական։ Բայց այն կարող էր նա ավելի գեղեցիկ լինել, ավելի նշանակալի, ավելի լիարժեք։ Մարինեն նայեց Գաբրիելին, Սոֆիային, Լուկասին, Ֆրանսուհին, ովքեր ծիծաղում էին խոհանոցում։ Նայեց այն տանը, որը գրեթե կորցրել էին, որն այժմ նոր սկզբի խորհրդանիշ էր։ Նայեց այն կյանքին, որը նրանք կառուցել էին անցյալի մոխիրների վրա։ Եվ ժպտաց։ Որովհետև վերջում, չնայած ամեն ինչին, կամ գուցե ամեն ինչի պատճառով, նրանք հաղթել էին։ Սերը հաղթել էր։ Սոֆյան կանչեց թթենու տակից։ Մայրիկ, հայրիկ, արիք ինձ հետ խաղալու։ Մարինեն Գաբրիելը փոխանակեցին հասկացող հայացք ձեռք ձեռքի տված քայլեցին դեպի դուստրը։ Եվ այնտեղ հին ծառի ստվերի տակ խաղալիս, արի շողերը թափանցելով տերների միջով, նրանք պարզապես ընտանիք էին։ Անկատար, բայց ամբողջական։ Նշանավորված անցյալով, բայց հույսով նայելով ապագային։ Որովհետև երբեմն լավագույն պատմություններն այն են, որոնք սկսվում են ամենամութ վայրերում։ Եվ ամենամեծ հաղթանակներն այն են, որոնք ձեռք են բերվում ամենացավալի պարտություններից հետո։ Մարինե Հարությունյան Ալեքսանյանը սկսել էր որպես հուսահատ մատուցողուհի, Անդունդի եզրին։ Նա դարձել էր ուժեղ կին, սիրված կին, նվիրված մայր ոգեշնչող ուսուցչուհի։ Նա գոյատել էր փոթորիկից ծիածան գտել մյուս կողմում։ Եվ Գաբրիել Ալեքսանյանը սկսել էր որպես ամբարտավան կորած մարդ։ Նա դարձել էր նվիրված ամուսին, ներկա հայր ավելի լավ մարդ։ Նա սովորել էր, որ իրական հարստությունը բանկային հաշիվներում չէ, այլ քնելուց առաջ գրկախառնություններում, սեղանի շուրջ ծիծաղում ամեն օր աճող սիրո մեջ։ Միասին նրանք ապացույց էին, որ մարդիկ կարող են փոխվել։ Որ ներումը հնարավոր է։ Որ սերը կարող է ծաղկել նույնիսկ թունավոր հողում։ Որ միշտ կա նորից սկսելու հնարավորություն, եթե մենք պատրաստ ենք կատարել ինքներս մեզ փոխելու դժվար աշխատանքը։ Եվ երբ Սոֆյան տարիներ անց հարցրեց, թե ինչպես են մայրիկն ու հայրիկը ծանոթացել, Մարինեն Գաբրիելը փոխանակեցին հայացք ժպտացին։ Որովհետև գիտեին, որ կպատմեն ճշմարտությունը։ Ցավոտ գեղեցիկ ճշմարտությունը։ Ճշմարտությունը, որը դստերն կսովորեցներ, որ սխալները չեն սահմանում, թե ով ենք մենք, այլ այն, թե ինչպես ենք ընտրում դրանց հետ վարվել։ Նրանք կպատմեին հյուրանոցում տեղի ունեցած պատահարի մասին։ Անպարկեշտ առաջարկի մասին։ Այն գիշերվա մասին, որը գրեթե տեղի ունեցավ, բայց չտեղի ունեցավ։ Ներման, փրկության այն սիրո մասին, որն աճեց այնտեղ, որտեղ ոչինչ չպետք է աճեր։ Եվ Սոֆյան կհասկանար, երբ ժամանակը գար, որ ծնողների պատմությունը արքայազնի, արքայադստերը փրկելու մասին չէր։ Դա երկու անկատար մարդկանց մասին էր, ովքեր փրկում էին միմյանց։ Այն մասին, թե ինչպես իրական սերը չի անտեսում թերությունները, այլ գրկում փոխակերպում դրանք։ Մարինեի Գաբրիելի կյանքը հեքիաթ չէր։ Այն ավելի լավն էր։ Այն իրական էր։ Եվ հին թթենու տակ, որտեղ Հարությունյանների ընտանիքի սերունդները խաղացել էին, երազել ապրել, նոր սերունդն այժմ սկսում էր իր սեփական ճանապարհորդությունը։ Մի ճանապարհորդություն, որը տարբեր կլիներ ծնողների ճանապարհորդությունից, բայց որը կկրեր նույն դասերը։ Սիրո մասին, ներման մասին, հույսի մասին, որովհետև վերջում դրանք էին միակ բաները, որոնք իսկապես կարևոր էին։ Միակ բաները, որոնք մնում էին, երբ ամեն ինչ անհետանում էր։
Միակ բաները, որոնց համար արժեր պայքարել պաշտպանելու համար։ Իրական սերը, ընտանիքը և քաջությունը նորից սկսելու, երբ անհրաժեշտ է։ Մարինեն մի փոքր ավելի ամուր բռնեց Գաբրիելի ձեռքը։ Նա նայեց նրան, այդ լուռ հարցը, որը միշտ տալիս էր։ Դուք երջանիկ եք։ Եվ նա պատասխանեց, ինչպես միշտ պատասխանում էր, մի ժպիտով, որը հոգու խորքից էր գալիս։ Այո։ Ես ամբողջական եմ։ Եվ դա ճիշտ էր։ Ամբողջ փոթորիկից հետո, ամբողջ տառապանքից հետո, գրեթե ամեն ինչ կորցնելուց հետո, Մարինեն գտել էր ոչ միայն ընտանիքի փրկությունը, այլ ինքն իր փրկությունը։ Նա գտել էր սերը։ Նա գտել էր ներումը։ Նա գտել էր խաղաղությունը։ Եվ Գաբրիելը գտել էր փրկություն։ Նա գտել էր նպատակ։ Նա գտել էր տուն ոչ թե պատերի կամ ունեցվածքի մեջ, այլ մարդկանց մեջ։ Իր կնոջ դստեր, այն ընտանիքի մեջ, որը նա ընտրել էր որպես իրենը։ Նրանց պատմությունն անկատար էր։ Այն բարդ էր։ Այն իրական էր։ Բայց այն նրանցն էր։ Եվ արժեր յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր պայքար, յուրաքանչյուր ցավի պահ։ Որովհետև վերջում կարևոր չէր, թե ինչպես էին սկսել։ Կարևորն այն էր, թե ով դարձան։ Եվ նրանք դարձել էին բոլոր հնարավորությունների դեմ, հենց այնտեղ, որտեղ պետք է լինեին։ Միասին։ Ամբողջական։ Խաղաղության մեջ։ Եվ կյանքը շարունակվում էր։ Պարզ։ Գեղեցիկ։ Իրական։ Հին թթենու տակ, այն տան բակում, որը գրեթե կորցրել էին, Երանի սրտում մի ընտանիք ծիծաղում էր, սիրում ապրում։ Եվ դա, Մարինեն վերջապես հասկացավ, այն ամենն էր, ինչ նրան միշտ պետք էր։ Դա բավարար էր։ Դա կատարյալ էր։ Դա այն երջանիկ ավարտն էր, որը նա երբեք չէր պատկերացնում հնարավոր։ Բայց որը նա նվաճել էր արյունով, քրտինքով, արցունքներով մի քաջությամբ, որը նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Եվ մինչ արը մայր էր մտնում քաղաքի վրա, երկինքը վարդագույն ոսկեգույն ներկելով, Մարինե Հարությունյան Ալեքսանյանը ժպտաց։ Որովհետև գիտեր, իր էության յուրաքանչյուր թելով, որ ճիշտ ընտրություններ էր կատարել։ Որ ճիշտ ճանապարհով էր գնացել։ Որ ճիշտ ծով էր սիրել։ Եվ դա ամեն ինչ էր փոխում։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Գաբրիելի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ խորը պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։